Այսօրվա դասը կլինի բան, մի հատ նոր թեմա, որը որ մեզ շատ ճկունություն է տալու։ Մենք մինչև հիմա ինչ գրել ենք, ոնց որ սաղ գրած ծրագիրը միշտ աշխատում է, միշտ ինչ լինի, ինչ գրած է աշխատելու է, էլի, այսինքն ներքևից վրա ծրագիր աշխատացնելով գնալու է։ Բայց ոնց որ մեր կյանքի ծրագրերը որ նայենք, լիքը բան թե ինչ պետք է անենք, կախված է տարբեր ֆակտորներից, չէ՞։ Օրինակ, չգիտեմ, այսօր ինչ պետք է անեք, կախված է թե ինչ օրը, ինչ ժամը ըստ դրա եք շարժվում, այսինքն ճյուղավորվում է ամեն ինչ։ Հիմա մենք այդ ճյուղավորվելու մասին ենք խոսելու, մենք այդ պայմանների մասին ենք խոսելու, թե ոնց անել, որ տարբեր դեպքերում տարբեր ծրագրերի կտորներ աշխատացնենք։ Այդ որպես տենց թեթև մոտիվացիա այսօրվա դասի։ Նախ սովորելու ենք այն տվյալների տեսակը, որը որ այդ ամեն ինչի հետևում կանգնած է։ Հետո սովորելու ենք տենց տրամաբանական գործողություններ պայմանների, տրամաբանական գործողությունները տվյալների տեսակների հետ։ Հետո կգանք արդեն հենց բուն պայմանները կուսումնասիրենք ու դրա վրա կխորանանք։ Այդ մոտավորապես այսօրվա պլանը։ Դե ոնց որ այդ տվյալների տեսակը ինչ է, մենք մինչև հիմա գիտեինք int տեսակը ու գիտեինք float տեսակը, ու մեկ էլ տենց թռուցիկ ինչ-որ տեքստեր էինք օգտագործում, տենց չարկերտների մեջ դրած, դրանց մասին կոնկրետ չենք խոսում, ինչ են, իրենք էլ string տեսակն են, բայց իրենց մասին հետո ավելի կոնկրետ կասենք։ Հիմա կավելացնենք տենց մեր բառապաշարը եւս մեկ բանով կավելացնենք բուլյաններով, անգլերեն տենց booleը, իրանց համար կա երկու հնարավոր արժեք, որ կարող են ընդունել։ Եթե ամբողջ թվերը կարող են տենց բոլոր ամբողջ թվերը լինեին, float-երը вообще ինչ ասես կարող են լինեին, սրանք ունեն կոնկրետ երկու արժեք, կամ ճշմարիտ, կամ կեղծ, true ու false։ Այս երկու արժեքներն են իրանք ընդունում։ Ոնց որ եթե աշխատացնենք, ստեղ մի հատ փոփոխական true ենք հասցրել, ինչ որ փոփոխական false-ի, իրենք հենց տենց էլ տպվում են ուղղակի true ու false, ու իրենց type-ը եթե նայենք տեսակը, իրենք հենց bool տեսակի են։ Արդեն եւս մի հատ տվյալների տեսակ գիտենք, հիմա եկեք մի քիչ ուսումնասիրենք այդ ինչ կարանք անենք։ Ինքը առաջանում է, երբ որ մենք ցնցած ինչ որ պնդումներ ենք անում, ինչ որ տես համատության գործողություններ ենք ուզում կատարենք։ Օրինակի համար ուզում ենք տեսնել երկու բան իրար հավասար են, թե իրար հավասար չեն։ Այդ դրա համար մենք նոր հատուկ օպերատոր ենք ունենալու, որը որ գրվելու է ասենց հավասար։ Հավասար չենը գրելու ենք բան, բացականչական նշան հավասար, փոքրը հենց կլինի փոքր, մեծ, հետո փոքր հավասար, մեծ հավասար, ու մեկ էլ կա is, այս մեկը մի քիչ սպეციფიկ բան է, դրան ավելի ուշ կանդրադառնանք։ Հեսա մի հատիկ օրինակ գրեմ, ամեն ինչ շատ ավելի բարձ կդառնա։ Երկու հատ փոփոխական ունենք ստեղ, 11509։ Հիմա եթե տպենք այսա, այս a հավասար b-ն, այս ոնց որ հարց տանք ասենք, իսկ an b-ին հավասար է թե չէ։ An հավասար է b պնդումը ճշմարիտ է թե ճշմարիտ չի։ Երկու տարբերակ է, չէ՞, կամ ճշմարիտ պետք է լինի, կամ կեղծ պետք է լինի։ Մենք սրա արդյունքը լինելու է մեր boolean փոփոխականը, ինքը լինելու է կամ true, կամ false։ Մենք սա եթե աշխատացնենք, այս 11-ը հավասար է 500-ին, ինքը false է։ Ինքը կեղծ է, 11-ը հավասար չի, ինքը true է։ Այստեղ մի հատ դադար տամ, բարձա չեմ, ինչ ենք անում, կոնցեպտուալ հասկանալի է։ Այո։ Okay, ու նման կերպով տենց կարող ան մեծաբը, ան փոքրաբը, առաջինը կեղծ է լինելու, երկրորդը ճշմարիտ։ Նույնձև մեծ հավասարով կարանք գրենք փոքր հավասարով։ Այստեղ էլի բացատների հետ կապված ազատ ենք էլի այս բացատների հարցում։ Ուղղակի ընդունված ձևը իրար մոտ գրելն է կամ մի հատ բացատով գրել է, էլի։ Այս որ հանկարծ չխառնենք։ Այս is-ը ինքը մի քիչ բան է։ Մի քիչ սպეციფიկ թեմա է։ Իրան մեծամասամբ կարանք տենց հանգիստ չուսումնասիրենք հիմա ու երկար ժամանակ ոչ մի խնդրի չենք բախվի, բայց եկեք մի քիչ տենց ավելի մի քիչ դժվար կլինի, բայց այս էլ որ ուսումնասիրենք ինքը մեզ մի քիչ ավելի խորքային գիտելիք տա։ Կարճ ասած եկեք մի քիչ ավելի ջանջալ ու դժվար ճանապարհով գնանք, բայց ավելի հեռու տեղ հասնենք։ Ինչ է անում այս is-ը։ Եկեք պատկերացնենք, ասենք ունենք երկու հատ փոփոխական, c-ն հավասար է ինչ որ 465 ու d-ն հավասար է 465։ Այստեղ նայում ենք, ասում ենք c-ն հավասար է արդյոք d թե չէ։
ու գրում ենք C-ն is դե թե չէ։ Is-ը ոնց որ եթե տենց բառացի թարգմանենք, կարանք ասենք նույննա թե չէ։ Ասենք C-ն ու D-ն նույնն են թե չէ։ C-ն D-ի է, թե C-ն D չի։ Տենց is-ը մոտավոր կարանք տենց թարգմանենք, էլի։ Հիմա սա եթե աշխատացնենք, մինչդեռ 465 465-ը գրած երկու տեղներ, բայց C-ն հավասարը D-ն վերադարձնում է true, C is D-ն վերադարձնում է false։ Ինչա կատարվում ստեղ։ Նայեք այս հավասարը ոնց է աշխատում։ Ստեղ գրել ենք C ու D, չէ՞, երկու փոփոխականը։ Ինքը գնում է, այս C դարակը բացում է, մեջի արժեքն է վերցնում, հետո D դարակը բացում է, մեջի արժեքն է վերցնում, ստուգում է տեսնում, այս երկու արժեքները իրար հավասար են, թե հավասար չեն։ Եթե հավասար են true է վերադարձնում, հավասար չեն false է վերադարձնում։ Այսինքն ինքը երկու արժեք է իրար հետ համեմատում։ Իսկ այս is-ը ինչ է անում։ Is-ը մի մակարդակ ավելի խորն է։ Ինքը ոչ թե ասում է, գիտես ինչ պետքա բան լինի, պետքա այդ երկու դարակի մեջի արժեքները նույնը լինեն, այլ չէ, պետքա հենց դարակները նույնը լինեն։ Այսինքն ինքը հենց կոնկրետ դարակների հասցեներով է համեմատում։ Էսա մի քիչ օրինակ գրենք, կտա ավելի բարձ կդառնա, այստեղ օրինակ եթե գրել ենք yen հավասարացը, այս նշանակում է, որ հենց ինչ որ մեկը ուզի ես y փոփոխականը վերցնի, իրան c դարակի տեղն ենք ցույց տալու։ Այսինքն y-ի ու c-ի դարակները նույնն են կարելի ասել։ Ու սա որ աշխատացնենք, տեսնենք որ այս մեկը արդեն տվեց true։ Եթե արժեքները տպենք, այս y-ի, c-ի, d-ի բոլորն էլ 465 են լինելու, շատ անհարմար թիվ եմ գրել։ Բայց որոշ արժեքները մի դարակի մեջ են, որոշները տարբեր դարակների մեջ են։ Այս is-ը տենց ավելի խորքային էր նայում, էլի դրան։ Պատկերացրեցիք։ Ոնց որ թե վրա շատ խոսացի։ Նորմալ էր։ Հա, լսում եմ։ Հա, լավ։ Հա, բարձ էր։ Okay։ Սրա մեջ համոզվելու համար կա sense մի հատ հրաման, ID-ա կոչվում։ ID-ն ոնց որ լինի հասցեն դարակների։ Մենք դարակներին անունով sense ասում ենք E, C, բան, բայց իրանք ոնց որ հիշողության մեջ կոնկրետ հասցեներ ունեն, էլի։ Էսա որ տպենք։ Ես ասեմ, ինչ որ մեծ թվեր են, ու այս մի բանը, այս C-ի հասցեն 1, 3, 2 եւ այլն, այս երկար թիվն է, այս D-ը ուրիշ թիվ է։ Որ նայենք իրար հետ համատենք տարբեր թվեր են։ Իսկ եթե մի հատ է print անենք y-ի ID-ն, տեսեք, i-ի հետ բռնեցին, նույն հասցեներն են։ Այսինքն ըստ էության, այս C is D-ն այդ նույնն է ինչ մենք նայենք ID C-ն հավասար է ID D-ին թե չէ։ Այսինքն այսպես հասցեներով նայելով գնանք։ Այս պատկերացրեցիք։ Ինքը մի քիչ սպეციფიկ բան է, իրեն շատ ուշ ենք նկատելու կոդերի մեջ։ Հիմնականում տենց եթե տեսնենք, տենց ինչ որ is none sense տեսքով ենք տեսնելու։ Ու մեծամասամբ եթե ուղղակի հավասար գրենք, նորմալ կաշխատի, բայց այս փոփոխականի հասցեների հետ կապված բանը ինքը արժի պատկերացնել, էլի, որովհետև ապագայում կոդ գրելուց ավելի շատ ճկունություն կտա, էլի։ Հաճախ ինչ որ տարօրինակ խնդիրներ են առաջանում կոդի հետ, որ նայում ենք իսկականից տարօրինակ է, բայց դրա լուծումը լինում է ուղղակի մի քիչ ավելի խորքից հասկանալը։ Այս ոնց որ դրան ուղղված մի հատ փոճուր քայլ էր, էլի։ Այս երևի այսօրվա ամենա խառնողոտ թեման է, հույս ունեմ։ Ու եթե օքեյ էր, շատ լավ է։ Մի քիչ սպասեմ, տեսնեմ հարց կա թե չէ։ Այս սրանից ու վերևներից էլի։ 5 4 3 2 1 Okay։ Ես մի հատ հարց ունեմ, հա, լսում եմ։ Բանը, Python-ում տենց հրաման կար, չէ՞ կլոն, որ ոչ թե փոփոխական ասենք գրում ենք անհավասարացե, ինքը ոչ թե բանը C-ի հատրեսներ հասցեներ գրում, այլ ուղղակի C-ի արժեքներ տալիս, ուրիշ բանում ID-ի տակ։ Այդ կարանք գրենք հավասարած C-ի կոպիա, գրենք օրինակ c.copy։ Հա, դրա մասին էր խոսքը։ Հա, okay։ Էլի ինչ որ հարցեր։
Լավ, օքեյ։ Գնանք մի քիչ տենց մարդամոտ թեմա, այս մարդամոտ ասել ես, որ կյանքում լիքը առաջվել ենք, բուլյան տրամաբանությունը, դա նա, որ մի քանի պնդում ունենք, այդ պնդումները իրար որ միացնում ենք, ինչա ստացվում, այսինքն, եթե մի հատ ինչ-որ բան խաբել եմ, հետո ասել եմ ու նաև, ու մի հատ էլ եմ բան խաբել, արդյունքում խաբել եմ, չէ՞։ Այդ դրա մասին ենք հիմա խոսելու։ Մենք ունենք 3 հատ տրամաբանական գործողություն, and, or ու not։ And-ը եւն է, or-ը կամը, not-ը չն է։ And-ը ինչ է անում։ And-ը երկու պնդում միավորում է իրար ու եթե երկու պնդումն էլ ճշմարիտ լինի, եթե երկու բան անկեղծ ճիշտ ասեմ, այդ երկու բանը միաժամանակ իրենք էլի անկեղծ են, էլի ոչ մի բան չեմ խաբել, չէ՞։ Հիմա true and true եթե գրենք, sense միավորենք իրար արդյունքը true է լինելու։ Եթե ասեմ մի հատ բան ճշմարիտ ու մի հատ բան կեղծ, այդ երկուսը իրար հետ լինելու է խաբել, չէ՞։ Ես օրինակ ասեմ, ես հիմա դրսում եմ ու իմ անունը Հայկ է, այդ լինելու է սուտ, որովհետև ասածներից մի բանը հերիքա սուտ լինի, արդեն միավորումը սուտ է։ Ու նույն ձև եթե երկու հատ ու ինչ որ երկու բան եթե խաբենք, արդյունքը խաբել է լինելու, էլի false and false-ն էլ երկուսը միասին false են։ Այս true-ն էլ ասեմ, or-ն էլ այդ ոնց որ երկու բան կամով ենք իրար միացնում, մա եթե ասեի իմ անունը Հայկ է կամ ես դրսում եմ, այդ դրա արդյունքը ինչ ազդես, ճշմարիտ է թե կեղծ է։ True է թե false է պնդումս։ Մի հատ էլ կասես։ Հա, ես Հայկն եմ, ես հիմա դրսում եմ։ Ես Հայկն եմ կամ ես հիմա դրսում եմ։ Or-ի դեպքում, հա, true է լինելու։ Հա, true է։ Հա, շատ ճիշտ է։ Եթե ցանկացած մի հատ պնդում true լինի, ինքը ուղղակի true է լինելու։ Հա, շատ ճիշտ է։ True-ի դեպքում հենց ոնց Միքայել ասաց, եթե մի հատ պնդում գոնե ճշմարիտ է, արդյունքը ճշմարիտ է։ True or true-ն դե երկու հատ ճիշտ բան ենք ասա, արդյունքը լրիվ ճիշտ է։ True or false-ը էլի ճիշտ է, մի հատիկ ճիշտ լինի հերիք է։ False or false-ն էլ դե արդեն true է։ Դե արդեն false պետք է լինի, էլի։ Այսքան նրբությունները այս դեպքերի մեջ են, էլի, երբ որ true ու false ենք իրար միավորում, and-ով պետք է երկուսն էլ ճիշտ լինեն, or-ով գոնե մեկը ճիշտ լինի։ Իսկ not-ը ուղղակի ժխտումն է։ Ոնց որ չավելացնենք բանից առաջ, էլի, չճշմարիտ բանը այդ կեղծ բանն է, չսուտ բանը այդ ճշմարիտ բանն է։ Not true-ն false է, not false-ը true է։ Այստեղ ամեն ինչ օքեյ է։ Հա։ Դե բարի, մի քանի հատիկ վարժություն եկեք միասին գրենք։ Օրինակ այս է. not 5-ը փոքր չի 3։ Սա ինչ կլինի։ True։ Չէ, false։ Կարծիքներ կա, որ ով է մտածում, որ true կլինի։ Մասես, հա, ձեր օքեյ, կփորձեք հիմնավորել։ Ինչ մեկը կուզի հիմնավորի, կապ չունի true կամ false, թե false-ը։ Դե եթե 5-ը հավասար չի 3-ի դեպքում։ Եթե 5-ը հավասար չի 3-ի, դա true է, չէ՞։ True է, բայց քանի որ not-ը հա դրած ինքը false է դառնալ։ Ահա, ճիշտ է։ Այդ նույն բանը ինչ, չլսեցի։ Ոյ, էլի չհասկացա։ Իմ մոտ ամենակ մի քիչ բան գալիս, հասկանալի գալիս ձենը։ Մի հատ էլ որ մի քիչ սխալ է կարդացել, հա։ Հա, օքեյ։ Այս բարձր չէ, ինչի է false։
Okay, եկեք այսա նայենք, մի քիչ ավելի խարխշտիկ բան է։ Ստեղ ապահովության համար փակագծերի մեջ եմ վերցրել ամեն մի պնդումը, որ հանկարծ ոչ մի շիլաշփոթ չլինի։ Ձեզ եմ խորհուրդ տալիս, որ ավելի լավ ոնց որ մեկ-մեկ մի հատ ավել փակագիծ դնել, բայց իմանալ ամեն ինչ տենց աշխատում, ոնց ակնկալում ենք։ Հիմա հետևյալը, not 4-ը հավասար է 4, or 4-ը փոքր է 6։ Քանի որ մեր աչ փակագիծը true է, իսկ մեջտեղում or ունենք դրած, ուրեմն արդեն true է։ Կապ չունի դրա մասում ինչ է լինելու։ Ծախ մասը արդեն հեչ մեր համար։ Մի հատ ճշմարիտ բան ունենք, or ունենք, վերջ։ Էս պարզ է ժողովուրդ։ Okay, մեկ էլ եկեք այս մի քիչ խարխշտիկ օրինակը նայենք։ Ստեղ տեսեք միավորումը ոնց արած։ Այսքանն է գրած, or այսքանը։ Եկեք գրեմ ստեղ բան 4 փոք մեծա 4, որ միանգամից չհասկանաք թե ինչն է։ True. Ինչի true։ Որովհետև 5-ը մեծ է 3-ից, ուստեղ մենակ օրենք իրարու։ Okay, հա, եկեք աշխատացնենք։ Իսկ եթե sense լինի, Դեպքում false։ Ինչի։ Դե որովհետև իրանցից մեկը արդեն false է, and-ի դեպքում եթե իրանցից մեկը false է, ընդհանուր false է դառնում։ Իսկ այն երկու դեպքում հետո մյուս երկու օրերը քանի որ էլի false են, դա դառնալու ընդհանուր false։ Ահա։ Այս այդ վերջիկ տորն էլ է շատ կարևոր։ Ստեղ այս մեկը կեղծ է, այս մեկը ինչ ուզում է լինի, ընդով ենք միավորել, արդյունքը կեղծ է լինելու, բայց ստեղ օռա գրած, մենք հələ շանս ունենք ստանալու true, պետքա սա էլ գանք նայենք։ Բայց սա որ նայում ենք 4-ը մեծա 4-ը, այդ կեղծ է, այնց որ չփրկվեցինք, արդյունքը ում է false։ Էս okay է։ Ստեղից ինչ որ հարցեր կան։ Դրա բարի։ Մեկ էլ մի հատ sense թեմա նայենք, եթե օրինակ ուզում ենք ասենք 3-ը, օրինակ ինչ-որ փոփոխական ունենք a, թողնի 2 օրինակ։ Եթե ասենք ուզում ենք նայենք ինքը 1-ից 10 միջակայքում է թե չէ, պետք է նայենք տենց 1-ը փոքր an մեծ է 1-ից, and an փոքր է 10-ից, չէ։ Հիմա այս sense բաները գրելու համար մենք կարանք sense վարվենք։ Այս sense մաթեմում էլ երևի հանդիպած կնեք որ տենց գրում են, գրենք միանգամից sense։ Այս an մեծա 1-ը գրենք 1-ը փոքր է a, ու ստեղ միանգամից կարանք գրենք մեր հաջորդ պնդումը։ Այսինքն գրենք 1-ը փոքր է a, փոքր է 10։ Այսպես մի հատ հատկություն ունենք, որ կարանք կոդերը կրճատենք ու միանգամից իրար միավորենք այս բաները, այս երկու պնդումները։ Եկեք հիմա դրանից խոսենք։ Ինքը մի քիչ վախենալու անուն ունի, կոչվում է փոխանցականություն կամ անգլերենով transitivity, բայց իրայությունը զուտենա, որ ոնց որ երկու բան սենց իրար ենք կպցնում ու ինքը մեկը մնում է ճշմարիտ, էլի, ու երկու բան իրար ենք կպցնում ու ստուգում ենք ինքը ճշմարիտ է թե չէ։ Այսինքն ստեղ մի հատ ուրիշ օրինակ է, եթե an 11-ը հավասար, an մեծա 10 ու an փոքր է 20-ը, եթե ուզում ենք միաժամանակ ստուգենք ճշմարիտ են թե չէ, կարանք գրենք 10-ը փոքր է 20։ Ահա, ստեղ բոլորն է true կլինեն։ Իսկ սրա մասին ինչ կասեք։ An հավասար է 11, 10-ը հավասար է a, փոքր է 11։ Այսինքն համ հարցնում եմ սրա մասին ինչ կասեք, համ հարցնում եմ այս պատկերացրեցիք ինչ ասացի թե չէ։ True կտա։ Ինչ կտա, չլսեցի։ Այսան 11-ա տված։ Հա, false է տալու։ False է տալու, հա։ Ահա, բոլորը համաձայն, ով է մտածում, որ false չի։ Սենց որ հարցը ձևակերպեմ չի նշանակում էլի, որ սխալ պատասխանն է, թե մտածում եք արխային ասեք։
Ընդհանուր դեպքում, եթե ուզում ենք հասկանանք ինչ է, կարանք ոնց որ այդ ընդն էինք բանարել, ընդն էինք կրճատել չէին գրել, կարանք մտքում այդ ընդը ավելացնենք, սենց գրենք 10 հավասար է եւ ան փոքրը 11։ Այս դեպքում իրականում այս երկու պնդումները կեղծ են։ Ոնց որ էս տենց լրիվ false է տալու էլի մեզ։ Այսօր ոնց որ փոխանցականության գաղափարը, եթե հարցեր կա, ասեք, կսպասեմ մի քանի վայրկյան։ Okay, գնանք առաջ։ Հիմա այս true-ն ու false-ը իրենք տենց կարան իրենց շատ նման պահեն ուղղակի 1 ու 0 թվերին։ Իրականում տենց կոմպի ներքևում այդ հիշողության աշխատելու պրինցիպը նա է, որ եթե բան, տրանզիստոր կոչվող սարքեր կան, ու եթե իրենց մեջ հոսանք է մտնում, իրենք ընդունում են 1 արժեքը, եթե հոսանք չի մտնում, ընդունում են 0 արժեքը, ու տենց արդյունքում տենց 1-0-1-0-ներից ամեն ինչ կառուցվում է, էլի, տենց երկուական համակարգով է ներքևում ամեն ինչ աշխատում։ Ոնց որ կարանք պատկերացնենք, որ եթե մտավ տրանզիստորի մեջ, եթե true եղավ, true-ն 1-ն է, չմտավ false եղավ, false-ը 0-ն է, ու այդ լրիվ նույն ձև աշխատում է, այսքան իսկ բաները, բուլյանները իրենց կարողանում են պահել ինչպես 1 ու 0 թվերը։ Այսավ կհասկանանք ինչ է նշանակում։ Օրինակ true-ն հավասար է 2 պնդումը, այդ կեղծ պնդումը, բայց false-ը հավասար է 0 պնդումը, այդ ճշմարիտ պնդումը։ Մի կողմից ստեղ բուլյան է գրած, ստեղ integer է գրած, բայց իրենք նույն բանն են իրենցից ներկայացնում ստեղ, էլի։ Ու քան եթե true-ն իրեն պահում է 1-ի նման, false-ը 0-ի նման, կարանք իրենց հետ նաև թվաբանական գործողություններ անենք։ Կարանք օրինակ ասենք true հանած true, այդ կլինի 1 մինուս 1։ Կարանք ասենք true բաժանած false։ Այսը ձեզ ինչ կտա։ Ինչ կա, փորձեք գուշակություն անել։ Error։ Error կտա, որտեղ false-ը 0-ն է, իսկ 0-ի վրա բաժանել չի կարելի։ Ահա, կգա կբողոքի։ Այս պահը օքեյ էր։ Իսկ եթե գրենք true is 1, ինչ կտա։ True is 1, այդ հետարքիր հարց է։ Անկես ասած 100%-ով վստահել չեմ, իսկ մա false պետք է տա։ Հա, false տվեց։ Literally։ Հա, նույնիսկ ասում է charge-ի is օգտագործես սրա հետ։ Հետարքիր եթե sense լինի, երկու հատ փոփոխական ունենանք։ Հա, ուղիղ չթողեց աշխատացնենք, ոնց որ is-ը պետքա բան աներ, հասցեներ համեմատեր փոփոխականների, տենց ասաց, որ փոփոխականներ բան արա, փոփոխականներ սարքեցինք, էլ սկսեց չբողոքել։ Հա, ու այս փոփոխականներները երբ որ սարքեցինք, ինքը իրենց տարբեր տեղեր սարքեց, էլի։ Այսինքն այստեղ true չլներ, ինչ ուզում ա լիներ, ելի նույն արդյունքը կտար, էլի։ Այսքան ընդհանուր դեպքում ոնց որ նույնիսկ տենց շատ բան չի, էլի, իմաստել չկա նայել true-ն ու 1-ը is-ով նույնն են, թե չէ։ Որտեղ ոնց որ մեզ հետարքելնելու այդ փոփոխականները, որոնք որ այն դիրքերը, որտեղ որ արժեքները պահում են կամ այն փոփոխականները, որոնք որ իրենցից ներկայացնում են այդ արժեքները նույնն են, թե չէ։ Այսինքն հենց արժեքները երևի չենք ուզի երբեք նայենք, էլի նույնն են, թե չէ։ Պատկերացեցիք ոնց որ թխարը ասացի։ Ես ինձ թվում է այն դեպքն է, որ հարց չկա, որովհետև այնքան խառներ, որ նույնիսկ հարց չի առաջանում։ Հա, չէ, boot տեսա։ Լավ, օքեյ, բայց հարցը բավականին լավն էր, հետարքիր հարց էր, մոտ չէր առաջացել անկեղծ։ Մեկ էլ ստեղ ոնց որ ուշադրությունը բան հրավիրենք նրան, որ երկու հատ հավասարի նշան ենք դնում, երբ որ մենք ուզում ենք ինչ-որ բուլյան ստանանք։ Իսկ մի հատ հավասարը այդ ուղղակի վերագրելն է, էլի։ Այս տենց հաճախ է կոդերի մեջ տենց սխալ լինում, էլի, որ փաստացի ուղղակի գրելաձևի սխալ է, ինչ փոքր բան է, բայց տենց ձեռի հետ նշան։
Մեկ էլ ոնց որ մենք ամենտեղ ինչ անցնում ենք բան ենք անում, սովորել ենք նաև ոնց տվյալների մի տեսակից գնալ ուրիշ տեսակ, օրինակ այստեղ 51 ամբողջ ինչ որ բանը կարայինք int դարձնենք, չէ՞, sense գրում ենք int ու ինքը տենց էր դառնում։ Կարայինք float դարձնենք ինչ որ ուրիշ թիվ։ Այսինքն տվյալների տեսակի անունը int ու float-ը իրենց համապատասխան կա int ու float հրամաններ, որոնք որ արժեքը բերում են, դարձնում են այդ համապատասխան տեսակի, նույնը ճշմարիտ է բանի համար, բուլյանների համար։ Տվյալների տեսակի անունը bool էր, մենք կարող ամեն ինչ փորձենք դարձնել bool։ Հիմա ոնց որ sense այդ որ արժեքներն են, որ ճշմարիտ են, որոնք են, որ կեղծ են, ինքը տենց որոշ չափով տրամաբանորեն է սահմանված, կեղծ է սահմանված, ոնց որ բացակայություններ է ինչ որ բանների։ Օրինակի համար դատարկ տեքստը ինքը bool, ինքը false է։ Այստեղ մի հատ նշում անեմ, այստեղ կնկատեք, որ print գրած չի, բայց ինքը միանգամից տպում է։ Սա էս որտեղ որ կոդ են գրում, է դրա սպეციფիկան է, ինքը տենց է սարքած, որ եթե վերջում ինչ որ բան պետքա տպես, կարաս այդ print-ը չգրես, ինքը ավտոմատ կհասկանա, որ պետքա տպի, այսինքն sense կգրեի, թե sense կգրեի, նույն բանն է։ Ես գրում եմ sense հիմա, որ բան, ավելի թեթև լինի, ավելի տենց աչքին հաճելի լինի ու հասկանալի լինի, բայց դուք մտքում պահեք, որ եթե sense գրած է ուղղակի վերջից, այդ նշանակում է դա տպի։ Այդ օքեյ է։ Լավ, օրինակ, տեքստի բացակայությունը սահմանված է որպես false։ Թվի բացակայություն կոչվածը կարանք անվանենք ոնց որ ուղղակի 0 թիվը ու bool 0-ն այդ false է։ Նույն ձև float-ով 0.0-ն կրկին false է։ Մենք այս տվյալների տեսակները դեռ չենք անցել, բայց ապագայում ինչ անցնենք, որ դատարկ է, այդ կլինի ցուցակ, թե ինչ որ ուրիշ բաներ, ու այս non կոչվող բանը, իրանք բոլորը էլի false են լինելու։ Իսկ ամեն ինչ, իսկ մնացած ամեն ինչը արդեն բան է։ Արդեն ճշմարիտ է։ Լավ, հետո կտեսեմ։ Bool 3-ը true է, bool p-ը true է։ Ինչ ուրիշ բան գրենք, իրանք true են բոլորը, էլի։ Բուլյաններից այսքանը դեռ, կա ճիշտ այսքանը, ինչ որ հարցեր կան։ Այս բանը բացեմ, պարունակությունը բացեմ, վերհիշեք ինչեր ենք նայել։ Մի 6-7 վայրկյան սպասեմ ու գնամ առաջ։ Okay։ Հիմա ոնց որ եկեք այս սկսենք լավ հավեսով օգտագործել այս մեր նոր անցած բանը։ Որտեղ ես լավ օգուտ ստանալ էլի, ես ոնց որ հələ ուղղակի ֆունդամենտ էինք գցում, հիմա լավ հավեսով կկիրառենք իրանց։ Իրանք կկիրառենք տենց պայմանի օպերատորների հետ, if, else եւ այլնի հետ միասին։ Արդեն կսկսենք խոսել մեր կոդի ճյուղավորումից։ Ոնց որ ինչպես մեր գործողությունները են կախված տարբեր պայմաններից, տենց էլ կոդը կարանք տենց անենք, որ տենց կախված պայմաններից տարբեր ձև աշխատի։ Օրինակ կարանք տենց մտքում ունենանք տենց ալգորիթմ, որ եթե ցուրտ է, ինչ որ տաք շոր հագնել, իսկ մնացած դեպքերում ինչ որ ուրիշ շոր հագնել։ Հիմա եթե այդ փորձենք կոդով գրել, հեսա կծանոթանանք գրելաձևի միանգամից, ինքը կունենա sense մի հատ տեսք։ Այստեղ օրինակ գրել ենք ցուրտա փոփոխական ենք սարքել, եք երևի ավելի լավ անգլերեն սարքեմ։ Is cold արդյոք ցուրտ է թե չէ, ինքը true է։ Հիմա եթե ուզում ենք գրենք ինչ որ կոդի կտոր, որ պետք է աշխատի մենակ այն դեպքում, եթե ցուրտ է, այդտեղ անում ենք հետևյալը, գրում ենք if-ը եթեն է։ Հետո բացատ ենք դնում, քանի հատ ուզենք, ցանկալի է մի հատ։ Հետո գրում ենք մի հատ ինչ որ պայման, որը որ պետք է եթե true լինի ստեղ գրված պայմանը, ու հետո վերջակետ ենք դնում, էլի մոռացա ասեմ։ Եթե ճշմարիտ լինի պայմանը, սենց 4 բացատ են կողմից գրում ենք, թե ինչ պետքա կատարվի։ Մասա եթե աշխատացնենք, ստեղ գրած է true ուղղակի, այսինքն պայմանը ճշմարիտ է, ինքը գալու է սա աշխատացնի։ Տեսեք, սա աշխատացնենք, ահա, այսա տպեց։
Եթե ստեղ գրած լինի false, կեղծ լինի։ Ինքը կգա ու այս պայմանը կանտեսի։ Ոչ մեն չաշխատացրեց։ Այսքան այստեղ գրվածը, ստեղ գրված բուլյանը որոշում է այն, թե հաջորդը ինչ ծրագիր կաշխատի։ Հիմա ստեղ եթե փոփոխական տեսքով գրենք, կարող ենք գրենք is called ուղղակի։ Այս դեպքում is called true էր, ցուրտ էր, ասում էր դե տակ հագնվի, չմրսես։ Ու էսա մի բան էլ ասեմ ու հարցեր լսեմ։ Իսկ դրանից հետո ինչ ծրագիր կա, ինքը սովորական հանգիստ ձևերով կաշխատի, էլի։ Եկավ ստեղ երկուս տպեց։ Համակարգչի աչքերով սենց է։ Առաջի տողը տեսավ is called-ը հավասար true, գնաց տենց հիշողության մեջ is called սարքեց, հավասարեցրեց true-ի։ Երրորդ տողը տեսավ, եկավ կարդաց, գրած է if is called։ Գնաց հիշողությունից վերցրեց այդ is called-ը, տեսավ գրած է true, ասաց, true-ա, եկավ մտավ ստեղ։ Տեսավ ստեղ գրած է print տակ հագնվի չմրսես, եկավ աշխատեց այդ տակ հագնվին, հետո շարունակեց իջավ ներքև, տեսավ ստացա գրած է print 2, այդ print 2-ը աշխատեց, տպեց։ Ստեղ եթե լիներ false, կլիներ նույն բանը, ուղղակի առանց այս print-ի, որովհետև այդ պայմանի մեջ չէր մտնի ինքը։ Էս օքեյ էր։ Ստեղից ինչ հարցեր կան։ Okay։ Ստեղ ոնց է ինքը հասկանում, թե ինչ ծրագիրա պատկանելությունը ոնց է լինում, էլի, ոնց որ այս պայմանին որ ծրագիրն է համապատասխանում, էլի։ C++ ուրիշ լեզուների մեջ այդ պատկանելությունը ցույց է տրվում ձևավոր փակագծերով, սենց է, ինչ որ պայման գրվել է, սենց չակերտ է բացվում ձևավոր, ու չակերտը փակվում է, հիմա այս չակերտների մեջ գրվածը վերաբերվելու է այս սրան։ Python-ը ուրիշ ձև է սարքած, իր մեջ մոտեցումը հետևյալն է։ Մենք այս պայմանը վերջացինք, վերջակետ ենք դնում, այդ վերջակետից հետո իջնում ենք ներքևի տող ու մի քիչ տեղ բաց թողելով, սենց ասած մի մատ խորքից գրում ենք մեր մնացած ամեն ինչը։ Դրա համար կարող գանք ստեղ սխմենք enter-ը ինքը մեզ կիչացնի ճիշտ դիրք, կամ կարող գանք այս ամենասկիզբը սխմենք այս Q-ի կողքի կոճակը, tab կոճակը, ինքը մեզ կբարձրացնի մեր ուզած ճիշտ տեղը, կամ էլ 4 հատ բաց հատ գրենք, բայց այս 4 հատը ինքը սպეციფիկ է, էլի, ինչ որ տեղեր կոդ գրելուց կարող է 4-ի փոխարեն 8 լինի, կարող ինչ որ տեղ 2 լինի։ Ընդհանուր դեպքում ուղղակի կարելի է tab գրել, էլի, կամ tab կտցնել, կամ ներքևից այսպես իջնել, էլի։ Մստեղ էլի ինչ որ print եթե գրված լինի, սա կպատկանի է դրան, իսկ ստեղ գրվածը, ոնց որ ինչ որ նույն մակարդակի վրա գրված է ինչ սա, արդեն սրան չի պատկանի։ Տեսեք, այս կոճակով էլ արդեն զգացվում է, էլի, թե ինչու ումա պատկանում։ Այս պատկանելության հետ կապված ինչ որ հարցեր։ Դրա, այստեղ մենք հա, լսում եմ։ Տակ հագնվի, որ չմրսես, քիչ տպվեց։ Հա, որտեվ այս is called-ը հիմա false է գրած, այսինքն այստեղի պայման, ահա։ Այս ոնց որ գրեցինք, թե ինչ անի, եթե ցուրտ է, իսկ մնացած դեպքերի համար ունենք հետևյալ հրամանը, գրում ենք else-ը մնաշակում է մնացած դեպքերում։ Ու կրկին այս վերջակետից ենք դնում, ու էլի սենց իջնում ենք մի մատ խորքից գրելով։ Մենք print տակա։ Սենց մի բան։ Հիմա այս false-ը ինքը տպեց տակա։ Եթե սա true լիներ, ինքը կտպեր այս տակ հագնվի, չմրսես եւ այլն։ Էս օքեյ էր։ Հա։ Նավ, ստեղ ոնց որ ուղղակի միանգամից փոփոխականն էինք օգտագործում true կամ false, բայց նաև կարող ոնց որ այս բուլյաններով ոնց սովորում ենք ինչ իրար միավորել, կարող այդ ամեն ինչը կիրառենք։ Ստեղ մի քիչ ավելի ուրիշ օրինակ էի բերել, որ եթե նկ ցուրտ է ու բան ապարելու ենք, մի քիչ անլուրջ օրինակներ էի գրում, նոր եմ հիշում։ Այդ դեպքում տենց բարձր կրունկ հանգնի, եթե չէ կոշիկ հագնի ուղղակի։ Այսինքն երկու պայման կա, չէ՞։ Պետք է համ ցուրտ չլինի, համ պետք է տենց ապարելու գնալու լինենք, որ
հա չէ, ու պետքա տնսորական գնալ ենք, որ բարձրակրուկ հագնենք ու կամ էլ պետքա կոշիկ հագնենք ուղակի։ Հիմա դա կարող գրենք սենց երկու պայման իրար միավորելով, այստեղ եթե գրել ենք պարելու ենք ու ցուրտ է, մեզ այսքան հետաքրքիր է, որ պետքա ցուրտ չլինի ու պարելու չլինենք։ Դա կլինի բաղկացերի մեջ not ցուրտ է ու երկու պայմաններ պետքա ճիշտ լինի։ And not պարելու ենք։ Սենց մի քիչ, սենց մի հատ կոդ է դառնում։ Դες երկուսն էլ կեղծ են, ինքը տպում է բարձրակրունկ, ինչ որ մեկը եթե true լինի, կստացվի, որ ստեղ ինչ որ մեկը false է, and-ով ենք միացնում, արդյունքը false է, ու արդյունքում ինքը կգա else-ը կտպի։ Այս okay էր։ Լավ, ստեղ ոնց որ ինչ նայել ենք միջև այս պահը, ինքը սենց է։ Կամ ես ու մնացած դեպքեր։ Այսինքն չկա ճկունություն նենց որ ասենք S կամ S ու նոր մնացած դեպքեր։ Այդ ավելի սպეციფიկ նայելը արդեն elif հրամանն է, որը հեսա կսովորենք։ Իրեն տենց ոնց որ կյանքին մոտ օրինակով կարող պատկերացնենք այն, որ կախված շաբաթվա օրվանից ինչ ենք ուզում անել։ Մենք եթե զարթնում ենք ու շաբաթ օր է, գնում ենք շաբաթ օրյակի, եթե ինչ որ կիրակի օր է, գնում ենք ինչ որ հավես բանով ենք զբաղվում օրինակ, ու եթե ուրիշ օր է, մնացած դեպքերում, գնում ենք ասենք դասի կամ գնում ենք գործի։ Հիմա դա ոնց կարանք գրենք։ Նախ առաջինը ոնց որ եթե նայենք ուղղակի ուզում ենք շաբաթ օրյակ գնալ, թե շաբաթ օրյակ չգնալ, դրա կոդը կլինի սենց մի հատ բան։ Այստեղ օրինակ գրում եմ day-ը հավասարա շաբաթ։ Ինչի եմ անգլերենի անցել այստեղ, որտեղ եթե հայերենով գրեի լինելու էր օրը հավասարա, բայց օրը այն մեր գործողությունն է, այդ կամի գործողությունն է։ Դրա համար գրում եմ այստեղ day, սենց բաներն էլ է պետք ուշադիր լինել մի քիչ։ Որտեղ մեր կոդը սենց մի հատ բան կլինի, if day-ը հավասարա շաբաթ, print գնացինք շաբաթ օրյակ, else print չեն գնում շաբաթ օրյակ, հարց առաջանում, բա ուր ենք գնում։ Ու այդ հարցին պատասխանելու համար գալիս են այս մեր elif-երը։ Elif-ը ինքը else if-ի կարճն է, else if այսքան ոնց որ պնդումը սենց կլինի, if day-ը հավասարա շաբաթ, ինչ որ մի բան արա, իսկ եթե day-ը հավասար չի շաբաթ, այդ ժամանակ նայի, եթե day-ը հավասարա կիրակի, նոր աշխատի։ Այսինքն, եթե այս վերևի պնդումը կեղծ է եղել, այս դեպքում եթե վերևի պնդումը կեղծ էր, ինքը միանգամից աշխատում էր սա, չէ՞, աշխատացնում էր սա։ Բայց եթե վերևի պնդումը կեղծ է լինում, հիմա ինքը պետքա մի հատ ուրիշ պնդում ստուգի։ Այս կոդի օրինակով, եթե օրը հավասար է շաբաթի, տպում ենք գնացինք շաբաթ օրյակ, հիմա եթե օրը հավասար չի շաբաթի, բայց հավասար է կիրակի, տպի այս ինչ որ մի հատ ուրիշ բան։ Հետո այն մնացած դեպքերում, եթե ոչ շաբաթա օրը, ոչ կիրակի, տպի որ գնացինք դասի կամ գնացինք գործի։ Պատկերացրեցիք, որ շատ չխոսացի։ Հարցեր կան ստեղ։ Դե լավ, եկեք աշխատացնենք մի քանի դեպքի համար տեսնենք, օրինակ ստեղ գրել ենք օրը կիրակի, եկավ մտավ սա տպեց։ Ստեղ օրը գրեինք, ինչ որ մի բան գրեինք, այս կգան ինքը else-ի մեջ կմտնի, որտեվ սա ու սա կեղծ եղան, տակը մնաց մնացածը։ Ու եթե գրենք օրը հավասարա շաբաթ, կգար միանգամից առաջինի մեջ կընկներ ու էլ մնացածին չերել նայի։ Մենք եք մի քանի օրինակ նայենք։ Սենց մի հատ անեկդոտ կա, այս ծրագրողով գնում է խանութ, կնոջը հարցնում է ինչ բերեմ, ասում է 2 հատ հաց առ ու եթե ձու լինի 10 հատ վերցրու։ Այս մարդը սենց 10 հատ հաց վերցրած հետ է գայիս, այս կինը ասում է, ինչ ես արել։ Ասում է դե ձու ունեին։ Պարզեր կատակը։ Այսքան ոնց է եղել ծրագրողի։ Ծրագրողի ուղեղում ոնց է եղել դա։ Եղել է սենց, որ մի հատ փոփոխական է ունեցել, ձու կա թե չէ, ինքը ֆոզի ինչ որ բանի հավասար եղել, ինքը սենց է մտածել, որ եթե ձու կա, վերցնում եմ 10 հատ հաց, եթե չկա, վերցնում եմ 2 հատ հաց։
Ու դրա կոդը մոտավորապես այսպես է։ Մոտավորապես չէ, ճիշտ sense։ Այս true լիներ կլիներ 10 հատ հարց, ինչպես մեր դեպքում խանութում եղել էր 10 հատ ավերցրել հաց։ Ու ոնց որ մի հատ փոքր նշում, այստեղ ամենտեղ else ենք օգտագործել, բայց կարա հանգիստ չլինի ծրագրի մեջ else, կարա մենակ if լինի ու վերջ, կարա մի քանի հատ տարբեր if-եր լինի առանց else-երի։ Ճկունությունը շատ է, էլի։ Օրինակ, եթե տարիք փոփոխական կա, հավասար է 19, կարող ասենք տարիքը մեծ է 18, աշխատացրու ինչ որ բան ու առանց else-ի լինի, էլի ինքը։ Այս երկու օրինակից ինչ որ հարց կա։ Դե օքեյ։ Մի հատ ուրիշ օրինակ, որ այստեղ elif-ը մի հատ էինք օգտագործել, բայց օրինակ այստեղ ոնց որ գրել ենք շաբաթ, կիրակի ու մնացած օրեր, բայց կարող ուզում ենք օրորի պլանավորենք, այտենց ուզում ենք 7 հատ տարբեր պայման լինի։ Ոնց որ խնդիր չկա, կարանք ունենանք բազմաթիվ elif-եր, ինչքան ուզենք։ Օրինակ sense մի հատ փոփոխական ունենք, անունը ապրանք է, ու կախված թե ապրանքը ինչ է, գինը ինչ որ բան է լինում։ Եթե ապրանքը պանիր է, գինը հավասարացում է 2։ Եթե օրինակ ուզում ենք տեսնենք, եթե ապրանքը ձմերուկ է, գինը հավասարացնենք ուրիշ բան, այստեղ կգրենք elif, ապրանքը հավասար է ձմերուկ, գինը հավասար է 4։ Եթե մի հատ ուրիշ ապրանք ենք ուզում բան անենք, կարանք գրենք այստեղ մի հատ elif, ապրանքը հավասար օրինակ ժարիտ ու գինը տենց ինչ որ անգին բան դնենք շատ մեծ, ու կանք վերջում գրենք ասենք else մնացած դեպքերում գինը հավասար է yes-ին օրինակ։ Սա եթե աշխատացնենք, եթե ժարիտ լինի, կգա այս դեպքի մեջ կընկնի, եթե լինի պանիր օրինակ, կգա առաջինի մեջ կընկնի, եթե լինի ինչ-որ ուրիշ տեքստ, որը 3-ից դուրս է, կընկնի yes-ի մեջ։ Այստեղ մի հատ փոքր նշում, նայեք, այստեղ մեծ թիվ ունենք, չէ՞։ Այս մեծ թիվը ահավոր անհարմար է կարդալ, ասենք ինձ հիմա sense նայում եմ, ինձ պարզ չի ինչ թիվ է, պետք է նայեմ, ոնց որ թե միլիարդ է, 9 հատ է ոնց որ թե զրոները։ Որ սա ընթերնելի դարձնենք, Python-ը մեզ մի հատ sense բան է թույլ տալիս, էսա կլսեմ մի վարքյան, կարանք որտեղ ուզում ենք շարենք այս նշանից, այս տակի գծիկի նշանից, այս թվի մեջ էլի։ Այսինքն կարանք օրինակ գանք ստեղ դնենք այդ դրանից, ստեղ դնենք, ստեղ դնենք, ու սա արդեն մեզ զգալի է, որ սա 9 0 ունի, սա միլիարդ թիվն է։ Նենց անհասկանալի էր։ Իսկ կոդի վրա սա ոչ մի ազդեցություն չունի։ Կոդը ոնց աշխատում էր, նույնպես աշխատելու է, ուղղակի մեր աչքին ավելի հաճելի դարձավ։ Այս ոնց որ մի հատ փուճուրիկ օգնող նշում։ Հա, ստեղից ինչ որ հարցեր կան։ Դա լավ, բարի։ Ոստեղ ոնց որ այս 4 պայմանները բոլորը իրար հետ շատ ուղիղ կապված են, էլի։ Իրանք sense ասած մի հարցի տարբեր դեպքեր են։ Ապրանքը հավասար է արդյոք պանիր, թե չէ։ Հավասար չի, եթե հավասար չի, այդ դեպքում կգամ սա կստուգեմ։ Եթե սա էլ հավասար չի, կգամ սա կստուգեմ։ Եթե սա էլ հավասար չեղավ, կգամ այսա կստուգեմ։ Կա հաջորդականության գաղափար սրա մեջ, էլի։ Եթե ինչ որ մեկը ճշմարիտ եղավ, արդեն մնացածը հեչ։ Եթե ինքը գտավ ճշմարիտ պայման, մնացածին ընթորշացություն չի դարձնել ընդհանրապես, էլի, որովհետև սրանք բոլորը իրար հետ փոխկապակցված են։ Հա, Գագիկ, լսում եմ։ Ես մի հատ հարց ունեմ։ Elif-ից կամ else-ից հետո կարանք if դնենք, թե չէ։ Կարանք ստեղ էլի if գրենք, բայց այս if-ը կլինի ոնց որ մի հատ նոր ուրիշ հարց է։ Կներեք, մոնիտորս բան եղավ։ Մի վարքյան, վсё, հետ եկավ։ Կարանք գրենք հանգիստ, բայց ինքը կլինի այստեղ կարանք գրենք if, ասենք 4-ը մեծ է 3, print բարև, sense ինչ որ ուրիշ կոդ կարանք գանք ավելացնենք։ Ինքը հանգիստ կաշխատի, ուղղակի պետք է հիշենք, որ ինքը արդեն լրիվ ուրիշ բլոկ է, լրիվ ուրիշ հարց է։ Ոնց որ հարցաթերթիկ եք լրացնում, առաջի հարցը գրված է ինչ որ բան ու տես տարբերակներ կա մեջը։ Հիմա այս երկրորդ if-ը այդ ուղղակի մյուս էջի վրա ուրիշ հարցն է, էլի։ Բայց քանի էջ ուզում ենք, ինչքան հարցով ուզում ենք, կարանք ունենանք։
Մենակ թե իրենք կլինեն իրարից անկախ, էլի, ոնց որ կարանք if-երի քանակը հաշվենք, հասկանանք ինչքան օրինակ հարցնում։ Հասկանալի։ Okay։ Լավ հարցեր շատ։ Էլի ինչ որ հարցեր։ Դե լավ, ստեղ մի հատ միջազգային մի հատ նշում, ոնց որ եթե կարանք if-եր գրենք ու ինչքան ուզում ենք կարանք if-եր գրենք, ստեղ ինչի ենք գրում elif, ինչի չենք ուղղակի գրում if։ Ինչ խնդիր կա սրա մեջ, էլի։ Եկեք աշխատացնեմ սա։ Տպեց։ Եկեք մի փոքր դադար անեմ, փորձեք մտածել, եթե հանկարծ գտնեք պատասխանը, կառաջարկեք, եթե չէ, ես բացատրեմ։ Ինչի ենք ստեղ elif-եր գրում, եթե ուղղակի if-երով գրենք, ինչ խնդիր կառաջանա, էլի։ Խի ավելի բան տպել։ Կարող է երկու պայմաններ համապատասխանի, բայց եթե elif գրենք, առաջին համապատասխանող պայմանը գտնի, այլ մնացածը չի աշխատելու։ Ահա, այդ շատ կարևոր կետ է։ Ընտիր։ Լավ, եկեք մենք այն շարունակեմ։ Ոնց որ ստեղ մեզ լավ կարևոր է, որ հենց այս հարցը, ոնց որ գինը պարզելու հարցը, ամեն ինչ իրարից փոխկապակցված է։ Այս ինքը պետք է եսիմ գրի, մենակ եթե մնացած բոլոր տարբերակները չի եղել օրինակ, էլի։ Եթե մի հատ ինչ-որ տարբերակ գտել է, արդեն մնացած տարբերակները պետք է չնայի։ Այստեղ կարևոր է, որ իրանք վերաբերվում են նույն խնդրին։ Հիմա եթե գրենք ուղղակի այսպես, if ապրանքը հավասար է պանիր, գինը հավասար է 2, if ապրանքը հավասար է ձմերուկ եւ այլն, այստեղ իրարից բացատրներով եմ անջատել, դատարկ տողերով եմ անջատել, ուղղակի ինտերնելության համար ինքը կարող հանգիստ իրար կպած լինի, Մասա եթե աշխատացնենք պանրի համար օրինակ, ինքը կգա մեզ կտպի բան, ինչ անունը, կգա կտպի եսին։ Ինչի սենց եղավ, ըստ ձեզ։ Որտե վերջին if-ը վերջին if-ի else-ը աշխատել է։ Այսինքն վերջնական գինը դարձել է ես։ Բայց եթե մինչև if-ը մի հատ ռեպերին գրենք, ինքը կտպեր 2։ Շատ ճիշտ է։ Աշխատացնենք, տեսնենք։ Մի հատ տպեց 2, հետո տպեց եսին։ Կոմպի աշխարհով ոնց է սա արվում։ Ապրանքը պանիրի հավասար, օքեյ։ Ապրանքը պանիրի հավասար է, այո, մտավ այս սրա մեջ, այս if-ի մեջ։ Գինը հավասարեցեց 2-ի, հետո շարունակեց։ Ապրանքը ձմերուկի հավասար է, չէ, սրա մեջ չմտավ։ Եկավ գրածա print գին։ Դե գինը հավասար էր 2, ստեղ նշել էր։ Հետո եկավ առաջ։ Ապրանքը ժարիտի հավասար է, չէ, ժարիտի հավասար չի, այսինքն գայս է else-ի մեջ։ Մտավ else-ի մեջ, տեսած գրածա գինը հավասար է եսին։ Գնին հավասարացեց եսին, եկավ ստեղ տպեց գին, ինչն էլ արդյունքում եսիմն էր։ Էս օքեյ էր։ Այսինքն երբ որ տենց շղթայական իրար հետ կապված են ամեն ինչ, մենք պետք է իրենց այդ elif-ի միջոցով իրար կապենք։ Մի հատ ուրիշ օրինակ նայենք, որ կուզենք իրար հետ կապած լինենք ամեն ինչ։ Էս էլ այնա, որ տենց մի քանի պնդում կարող միանգամից ճշմարիտ լինի։ Օրինակ թիվ ունենք 62, ուզում ենք տեսնենք ինքը 10-ից է մեծ, 5-ից է մեծ, թե 1-ից է մեծ։ Որ բարձր եթե թիվը 10-ից մեծ է, ինքը նաև 1-ից է մեծ, նաև 5-ից է մեծ։ Երևի կուզենք, եթե ինքը 10-ից մեծ է, զուտ իմանանք, որ ինքը 10-ից մեծ է։ Եթե ասենք 7 հա տված, մենք կուզենք զուտ իմանանք, որ թիվը 5-ից մեծ է, չենք ուզի իմանանք, որ 1-ից մեծ է։ Ոնց որ ինչ որ մեկին հարցնենք իր տարիքը, ինքը կասի իր ամենամեծ տարիքը, չէ՞, չի ասի, ես 5 տարեկանից մեծ եմ, 6 տարեկանից մեծ եմ, 7 տարեկանից էլ եմ մեծ, այս իմիջիայից հիմա 15 տարեկան եմ օրինակ, էլի։ Եթե տենց հերթով հարցեր տանք իրան, ասենք Թիվ ջան, դու 10-ից մեծ ես։ Եթե 10-ից մեծ ես, տպի 10-ից մեծ ես, հետո առանձին հարց տանք, ասենք, իսկ դու 5-ից մեծ ես, հետո առանձին հարց տանք, ասենք, իսկ դու 1-ից մեծ ես, եթե դա աշխատացնենք, իր արդյունքը կլինի, որ ինքը բոլոր հարցերին կտա ճշմարիտ պատասխան ու կմտնի if-ի մեջ կտպի մեծա 10-ից, մեծա 5-ից, մեծա 1-ից։ Մինչդեռ, եթե թիվը 10-ից մեծ է,
Էլխի հարցնենք ինքը 5-ից մեծ է, թե չէ։ Նույնն էլ, եթե 5-ից մեծ է, էլ ինչի հարցնենք ինքը 1-ից մեծ է, թե չէ։ Մենք կուզենք, որ ինքը հենց մի հատ բան գտավ, всё, էլ չշարունակի ման գալ ոչ մի բան։ Այսինքն, դրան հասնելու համար պետք է այս if-ը դառնա else if, այսինքն, եթե վերևինը սխալ էր, հիմա սա աշխատացրու, ոչ թե ուղղակի հիմա սա աշխատացրու։ Այսինքն, դες պետք է արդեն ունենա, այստեղ մի հատ else եմ ավելացրել, որ ուղղակի թիվն է տպում։ Ու սա եթե աշխատացնենք 7-ի դեպքում ինքը տպեց ուղղակի 5։ Այն նույն 62-ի եթե աշխատացնենք ինքը կտպի ուղղակի 10։ Այս օքեյ էր։ Դե լավ։ Ու ոնց որ լավ, մի փոքր սպասեմ, ընդհանուր բովանդակությունը բացեմ։ Սաղ տեսեք մի հատ ինչ-որ հարց կա, թե չէ, ստեղից։ Պետք է որ ինչ-որ հարցեր լինեն, էլի, երևի ինձ թվում է։ Մի 5 վայրկյան սպասեմ։ Դե լավ, գնանք նոր թեմա։ Ես այսօր անանուն հարցում կուղարկեմ, դրա մեջ նաև հարց կդնեմ դասամիջոցի հետ կապված, թե կուզեք դասամիջոց անենք, թե չէ, եթե կուզեք դասամիջոց, ինչ տևողությամբ կուզեք անենք, ըստ դրա արդեն հասկանանք։ Այսօր ինձ թվում է դասամիջոց չենք անի, որովհետև շատ չի մնացել ժամանակ, շատ չի մնացել նյութ, կանք այդ նյութն էլ միանգամից ծածկենք, բայց եթե մարդ կա, որ կուզի հիմա դասամիջոց անենք, թող մի հատ լայք դնի, ես մի 15 վայրկյան սպասեմ լայքերի։ Բայց լավ քիչ բան է մնացել էլի իրականում։ Լավ, եկեք նայենք։ Հիմա կխոսենք ներդրված if-երի մասին։ Այսինքն if, որի մեջ կա if, որի մեջ կա ինչ-որ բան եւ այլն եւ այլն։ Այդպես կանք խառը ամեն ինչ իրար մեջ դնենք։ Այսինքն մենք կարող ենք օրինակ հարցաշար եթե պատրաստում ենք, ոնց որ ունենանք տենց կախված դեպքերից իմանանք թե ինչ հարցեր ենք ուզում տալ։ Օրինակ ուզում ենք իմանանք թե մարդը որտեղ է սովորում, իրեն հարցնենք, ասենք դու ուսանող ես, եթե ինքը պատասխանի հա, նոր հարցնենք, ասենք դու բակալավրում ես սովորում, թե մագիստրատուրայում, եթե ասի բակալավրում հարցնենք առաջին, երկրորդ, երրորդ, թե չորրորդ կուրսում։ Իսկ այնտեղ ամենասկզում ասի, եթե ինքը ասեր չէ, ես ուսանող չեմ, հասնենք իսկ դու որ դասարանում ես սովորում։ Այսինքն այդ մեր գործողությունը, այդ հարցը, որ պետք է տանք, ինքը կախված է ոչ միայն ուղղակի մի հատ ինչ-որ պնդումից, այլ մի հատ ինչ-որ հարցից, որը կախված է ուրիշ հարցից։ Ոստեղ եթե մի հատ հարց չաշխատեց, ինքը պետք է գա մի հատ ուրիշ հարցի հետ կապված ուրիշ հարց գա, ասենց խառախշտիկ կարանք ոնց ուզում ենք մեր այդ կառուցվածքը ստրուկտուրան ունենանք, էլի պայմանների։ Կոդը կարա տարբեր ձևերով ճյուղավորվելով գնա, էլի։ Հələ առանց կոդի զուտ խոսակցական մակարդակով ստեղից հարց կա։ Քանի վայրկյան սպասեմ։ Մեկ էլ հիշեմ ձեզ հարցնեմ, կարող շուշուտ եմ հարցնում հարց կա թե չէ, պետք է ավելի ուշուշ հարցնեմ կամ ավելի շուշուտ։ Դե լավ։ Եկեք այս թեմայի մեջ խրվենք միանգամից մի հատ օրինակով, այժմ մի հատ օրինակ կառուցել փորձելով, բայց նախ մի հատ փոքր բան էլ ասեմ, որ հեսա կօգտագործենք։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ մի հատ կտոր, ասենք, դե լավ, այս թոմնա հետո կշարունակենք, հետո կավելացնենք, կամ լավ, ստեղ թո դատարկ մնա, ոչինչ, կարանք գրենք սենց մի հատ բան, կանք ստեղ գրենք pass ուղղակի, եթե սենց գրենք կոդը, օրինակ, ուզում ենք էլի դպրոցի հարցն ենք ուզում տանք, տարիքն է մուտքագրում, մա եթե 18-ից մեծ է ուզում ենք ինչ-որ չգիտեմ, 18-ից մեծ է ուզում ենք տենց մտածենք, հարցնենք, որ համասարից է, թե ինչ-որ ուրիշ բան հարցնենք, հələ չգիտենք ինչ ենք ուզում անենք, բայց գիտենք, որ այն մյուս դեպքում ուզում ենք հարցնենք ինքը որ դպրոցից է։ Այդ դեպքում ոնց որ պետք է լինի if տարիքը մեծ է 18, հետո else print որ դպրոցից ես, այսինքն որ գրենք Python-ը կբողոքի կասի։ Հələ մի վարքան if-ը սկի չես գրել նորմալ, ինձ այնց արդեն else ես ուզում, մի հատ բարի եղի if-ը լրացրու։ Եթե իրան ասեմ, գիտես ինչ հավես չկա իմը լրացնել, բարի հետո կլրացնենք։ Դրա համար հրամանը pass-ն է, ոնց որ ես pass-ել, ես հետո,
Այսինքն եթե գրենք ծրագիրը sense նորմալ կաշխատի, ելზე աշխատեց։ Եթե ճիշտ լինի, 19-ի մեջ մտնի, ոչ մի բան ուղղակի չի անի, որովհետև ստե գրածա ոչ մի բան։ Այս ոնց որ գցել հետոյվայի գրած կոդն է, էլի։ Գցել հետոյվա կամ էլ ասել այս դեպքում ոչ մի բան պետք չի անել, էլի։ Ստեղից եթե հարց կա, ասեք, եթե չէ, նայենք sense մի հատ օրինակ, ուզում ենք հասկանանք մարդուն ինչ խմիչք հյուրասիրենք ու դա ուզում ենք ու դա կախված լինելու մի քանի պայմանից։ Նախ առաջինը, եթե այդ մարդը անչափահաս է, իրեն ջուր ենք առաջարկում։ Եթե չափահաս է, այդ դեպքում նոր մի հատ կհարցնենք, ասենք, իսկ դու գինի սիրում ես։ Եթե ինքը գինի սիրում է, եթե ինքը գինի չի սիրում, իրեն կառաջարկենք տեկիլա օրինակի համար։ Եթե գինի սիրում է, կհարցնենք, ասենք, իսկ պանիր սիրում ես։ Եթե ասի հա, պանիր սիրում եմ, կասենք դե ուրեմն վերցրու քեզ գինի, հետնել պանիր։ Եթե ասի չէ, պանիր չեմ սիրում, կասենք վերցրու քեզ գինի, առանց պանիրի։ Բարձր չէ՞ մոտավորապես ինչ ենք ուզում անել։ Այո։ Այդ ներդնելու կառուցվածքի հետ կապված էլ ներդնելու համար պետքա ոնց որ նույն օրինակ եթե 18-ից մեծ է, կան լավ չէ, եկեք այս 18-ից փոքր է, հարցնենք ոչ թե գրենք print որ դպրոցից ես, այլ հարցնենք, ասենք, որ դպրոցից ես, սրա կոդը sense կնի ուղղակի if ասենք լավ, թե այստեղ լինի գրած դպրոցը հավասար 10 համարի դպրոց, այստեղ ասենք հարցնենք օրինակ, եթե 10 դպրոցից է, ասենք, 10 դպրոցից ես, ոտի վրա եմ օրինակը հորինում, ակնհայտորեն վատ եմ հորինում, բայց լավ, եթե դպրոցը հավասար է 10 օրինակ, այս դեպքում ասենք ես էլ եմ այդ ավարտել, այդ չեմ ավարտել, լավ, ես էլ եմ այդ, եթե հավասար չի 10, print անենք, հարցնենք, ասենք, բա որ, այսպես կառուցվածք ունենալու ենք, էլի, այս նույն պատմությունն է ինչ, եթե այստեղ կգրեինք սովորականով, ուղղակի քանի որ ինքը else-ի մեջ է, մի հատով վերև բարձրացրած։ Ստեղ մի հատ արագ նշում ես, ոնց եմ անում, որ sense 4 հատ իրար հետևից տեղափոխվի արագ, sense կուրսորով ամեն ինչ ընտրում եմ, հետո եթե tab եմ սխվում, ինքը այդ ամեն ինչը տանում է առաջ, եթե սխվում եմ alt tab, alt-ը այդ shift-ի վերևի կոճակն է, վերևի ձախանկյունում, տանում է այդ սաղ պատմությունը ներքև, էլի, բավականին հարմար է, բավականին հեշտացնում է կոդ գրելը։ Սա որ աշխատացնենք, եկավ ես էլ եմ այդ դպրոցից, ստեղ լիներ 11 կամ լավ 1e, բայց բավար։ Այս ոնց որ ուղղակի կոդի կառուցվածքի հետ կապված էլի։ Ոնց որ կարանք հանգիստ else չունենանք, elif չունենանք եւ այլն, ոնց ուզենք։ Ահա։ Հիմա եկեք փորձենք այս օրինակը գրել ու երևի ամենահարմարը կլինի այս օրինակը փորձենք գրել տենց սկզբից մինչև վերջ, տենց վերջից վերև գնալով, ներսից բարձրանանք դեպի դուրս, sense ասած։ Այսա կոդով ավելի լավ կասեմ, շատ վատ ձևակերպեցի։ Բայց մինչև այդ ոնց որ մենք կարենք նաև sense գրենք, չէ։ 3 փոփոխական ունենք, տարիք, պանիր սիրում է թե չէ, գինի սիրում է թե չէ։ Կարանք գրենք, ասենք, եթե տարիքը մեծ է 18-ից ու պանիր սիրում է ինքը ու գինի սիրում է, այս դեպքում տպենք, կներեք լատինատառի համար, զուտ եթե փոխեմ շատ երկար կտևի, պանիր ու գինի, հետո ստեղ elif, պանիր տարիքը էլի մեծ, կներեք, տարիքը էլի մեծ է 18-ից, ու պանիր սիրում է, բայց and գինի չի սիրում, and not գինի սիրում է, այս դեպքում print արա մենակ պանիր, չգիտեմ դուք ոնց, բայց ես արդեն հավասար ձանձրացա sense գրելուց, ու մենք ստեղ ունենալու ենք 8 հատ դեպք իրականում, էլի, ըստ սրա երկու տարբեր տարբերակ կա, մեծը փոքրը 18-ից սիրում է չի սիրում ու գինի սիրում է չի սիրում։
ինքը լինելու է 2 անգամ 2 անգամ 2 դեպք, այսինքն 8 դեպք։ Կարանք տենց ձեռով գրենք, բայց ահա որ կոդի կրկնությունը, ահա որ ջանջալը, ու ահա որ մեջը կարանք փոքր-մոքր սխալներ անենք, չնկատենք, չարժի էլի, չարժի sense իրար տակ գրելով գնալ։ Այստեղ արժի հենց ներդնում անել։ Այսինքն այդ մարդուն էլ որ մոտենանք, ոչ թե իրան միանգամից հարցնենք, ասենք, իսկ դու ուսանող ես ու դու բակալավրի թե մագիստրատուրայի ուսանող ես ու դու 1 2 3 4 կուրսերից ես, ինքը ասի չէ, ասենք, օքեյ, մյուս հարցս, իսկ դու ուսանող ես, բակալավրի ուսանող ես, ներողություն։ Կներեք։ Կարանք տենց հարցով, բոլոր հարցերով տանք, բայց այդ շատ ավելի դաժան կլինի, էլի, քանց ուղղակի մի հատ հարց տանք ու դրա հասկանանք հաջորդը ինչ հարցերը տանք, էլի։ Այդ էլ ոնց որ ներդնելու մոտիվացիա, ինչի ավելի լավ ներդրված if ունենալ, քանց թե ուղղակի շարած իրար հետևից լիքը if-էր։ Այս օրինակը չշարունակեմ, բոլորից համար դաժան է, երևի, բայց պատկերացեցիք միտքը, հարց կա ինչ-որ։ Դե լավ, եկեք գնանք առաջ ու եկեք բան փորձենք անել։ Այս մի քիչ շատ թերթեցի կոդը տեսակ, իմ մեղքն է, բայց լավ։ Եկեք սկսենք բան։ Սկսենք գրել։ Նախ առաջին հարցը, եթե տարիքը մեծ է 18-ից, մի հատ պարզենք չափը հասա, թե չէ։ Եթե մեծ է 18-ից, ինչ պետք է անենք։ Ինչ առաջարկներ կան։ Սկզբից կարելի է ստուգել։ Չէ, եթե մեծ է 18-ից, մի հատ կարելի է ստուգել, հետո ինքը ուրիշ բան սիրում է, եթե չէ, եթե օրինակ գինի սիրում է, եթե չէ, օրինակ այն ջուր առաջարկել, կամ տեկիլա։ Okay, բայց իրականում ջուր որ դեպքում ենք առաջարկում, եթե ինքը երբ որ քիչ է 10-ից։ Ահա, հա, այսինքն այդ ջուր առաջարկելու կոդը որտեղ պետք է լինի։ Դիրքով էլի։ Ինչ else-ի մեջ չէ, այսինքն այդ պետք է վերաբերվի այս սրան, այս սրա հետ նույն բարձրության վրա պետք է լինի, ու ստեղ պետք է գրված լինի else, եթե չի սիրում, ստեղ print ջուր։ Էս օքեյ էր։ Եթե օքեյ չէր հարցրեք, եթե չէ, մի դեպք ծածկեցինք։ Հիմա ստեղ 18-ից եթե մեծ է, ինչ պետք է անենք։ Կարանք օրինակ ստուգենք, հարցնենք, ասենք, պանիր սիրում է, թե չէ։ Ասենք օրինակ if պանիր սիրում է, այս դեպքում ինչ պետք է անենք, եթե պանիր սիրում է։ Կարիք կա մի հատ տարիքը ստուգենք, որ հասկանանք գինի առաջարկենք իրան, թե չէ։ Մի հատ էլ պիտի ստուգենք գինի ուզում է, թե չէ։ Մի հատ էլ կարանք ստեղ ունենք իր գինի սիրում է։ Իսկ այդ տարիքի պահը արդեն ոնց որ եթե ինքը եկել հասել է այս կետին, ուրեմն ինքը գիտենք, որ 18-ից մեծ է։ Այստեղ ոնց որ ամեն մի տողի վրա ունենք լրացուցիչ ինֆորմացիա, որը մեզ տալիս է այն փաստը, որ մենք հասել ենք այդ տողին, էլի։ Հիմա եթե համ պանիր է սիրում, համ գինի, այս դեպքում գրում էինք բան, չէ։ Պանիր ու գինի քեզ։ Ինչ պետք է անեմ հետո։ Հետո մի հատ էս նախավերջին if-ին տանք, եթե օրինակ պանիր չի սիրում, կամ էս վերջին if-ին տանք, եթե օրինակ գինի չի սիրում։ Ահա, եթե գինի չի սիրում, ինչ ենք առաջարկում։ Վիսկի օրինակ։ Բայց ինքը պանիր, հա, գինի չի սիրում, առաջարկենք վիսկի։ Հետո Մի հատ էլ else ենք տալի դրա նախորդ if-ին, որ եթե չի սիրում ինքը պանիր, ինչ որ ուրիշ բան առաջարկենք։ Օրինակ մենակ գինի։
կամ մի հատ է հարցնենք գինի սիրում է թե չէ, ուղղակի եթե գինի ու պանիրի տեղերը փոխենք, մի հատ ավելի քիչ քայլ կանենք։ Ահա, շատ ճիշտ է։ Այ հենց դրա համար էլ սենց էի գրել, որ հետո այդ մտքին գանք։ Մի հատ միջև ստեղ ժողովուրդ, այս պահը պարզ է։ Նայեք, այս կարելի է վերջին կտորում ասած բանի հետ կապված։ Սա այս մեր գրածը նման է նրան, որ մենք մարդուն հարցնենք, ասենք, սկզբում հարցնենք, ասենք, դու բակալավրում ես ուրում, թե մագիստրում։ Հետո կախված է դրա պատասխանից ուզենանք հասկանանք ինքը ուսանողա թե չէ։ Այսինքն ստեղ ոնց որ պանիրը վերաբերվում է մենակ այն մարդկանց, ովքեր գինի են սիրում։ Պանիրի հարցը, էլի։ Պանիր գինի չսիրողներին դա կարևոր չի ընդհանրապես։ Դրա համար ստեղ որ գայսենք այս else-ի մեջ, եթե ինքը պանիր չի սիրում, միցեք տուպիկի առաջ են կանգնում, որովհետև չգիտենք այդ դեպքում ինչ պետք է անենք։ Պետք է մի հատ էլի հասկանանք ինքը գինի սիրում է թե չէ։ Դա ավելի տրամբանական հաջորդականություն է, մի հատ նախ բարձել չափահասա թե չէ, որ հասկանալի ընդհանրապես խմիչք առաջարկում ենք թե չէ։ Հետո հասկանալ իրեն գինին առաջարկում ենք թե չէ։ Հետո եթե գինին առաջարկում ենք, այդ դեպքում նոր գնալ հասկանալ, իսկ գինին ո՞նց ենք իրան առաջարկում։ Դե չէ, sense մենք հասկանում ենք, որ չափահասա, հետո ասում ենք դե լավ, քեզ հասկանանք ոնց ենք գինին առաջարկում, այդ ընթացքում մի հատ ուզում ենք հասկանանք ընդհանրապես բավարար առաջարկում ենք իրան գինի թե չէ, իսկ եթե չենք առաջարկում գինի, ուզում ենք հասկանանք թե ինչ ենք։ Մի խոսքով ավելի խարխշտիկ է դառնում, էլի, ինչպես զգացիք։ Էս օքեյ էր։ Ամել եթե այս բուն օրինակով նայենք, ոնց որ պանիրը տարիքի հետ կապ չունի, ու մենք տարիքից հետո միանգամից հարցնում ենք պանիր առաջարկենք իրան ուզում է թե չէ։ Դե հա, էդ էլ կա, իրականում ոնց որ տարիքի հետ որոշ չափով ոնց փոխանցական կապ ունի, էլի։ Եթե գինի ենք առաջարկել, ուրեմն երևի եթե պանիր ենք հարցնում ուզում թե չէ, ուրեմն գինի էլ ենք առաջարկել, ուրեմն 18-ից մեծ էլ ա եղել, տենց մի քիչ հերվից կապ ունի, էլի ինքը։ Բայց հա, եթե այդ ճիշտ հերթականությամբ գնայինք, այդ դեպքում նոր արդեն լավ կզգացվեր։ Եկեք այս ջնջեմ ու փորձենք արդեն ճիշտ ձևով գրենք, եթե այստեղից հարց չկար։ Այսինքն սա սենց անեմ, գուցե ինչ-որ չնայած սպասեցի հարց չկար։ Եթե հարց մտնորոտ անցնի, ասեք, եթե չէ, առաջարկեք ոնց անենք հիմա ստեղ։ Կներեք, չեք էլ ասում է, որ քիչ եմ թարթել ներքի վերում ոնց է գրած ճիշտ է։ Ես ճիշտ ասած չհասցրեցի տենամ, բայց կարանք գրենք, եթե տարիքը մեծ է 18-ից ու պանիր է սիրում, end-ով էլի գրենք։ Հետո մի հատ էլ leave գրենք, եթե տարիքը մեծ է 18-ից, բայց չի սիրում։ Ու հետո else անենք, լուր տանք։ Բայց հələ մենք էլի բանում ենք։ Սիրելը տարիքի հետ միավոր է։ Okay, բայց հետո նոր ստուգենք գինի սիրում է թե չէ։ Մենք բայց իմիջիայից նաև վիսկիի դեպք ունենք, որ գինի չի սիրում, վիսկի ենք առաջարկում։ Այդ բանն էլ կա, էլի, զուտ հիշացնեմ։ Հիմա սենց եթե գրենք, իմացանք, որ ինքը 18-ից մեծ է ու պանիր սիրում է, հիմա պետք է իրան բան անենք, չէ՞, ինչ պետք է հետո հարցնենք։ Գինի If գինի սիրում է, մենք այս դեպքում պանիր ու գինի, չէ՞։ Ահա, իսկ else-ում ինչ պետք է լինի։ Այ else-ը մի քիչ խնդրահարույց է արդեն դառնում։ Կարամ ասեմ։ Ասա։ Կարանք հարցնենք վիսկի սիրում է, կամ պրոստը միանգամից առաջարկենք վիսկի, կամ հարցնենք ինչ ես սիրում ու այդ առաջարկենք։ Դե հա, այդ իրական դեպքում այդ ամենավերջի տարբերակը ամենալավը կլիներ, բայց
մենք այս խնդրի տրամաբանության մեջ որ մտածել ենք, որ եթե ինքը գինի չի սիրում, այդ դեպքում առաջարկենք բան, վիսկի։ Էլ բաների մասին սկի չհարցնենք էլի, բայց ստեղ այսա որ գրած է, մենք նշանակում է, որ պետքա բան անենք, էլի, որ պետքա վիսկի տանք իրան, ուզենք չուզենք, որտեվ գինի չենք տալիս, էլի, բայց եթե պարզի որ ինքը պանիր չի սիրում, ինքը վիսկի չի ստանա, էլի, որտեվ այս պանիր սիրելու պայմանը ամենավերևում դրված է եղել։ Այս պատկերացեցիք։ Իրականում նորմալ է, կարանք սենց ունենանք, հետո մի հատ ուրիշ իֆի մեջ է, որ նայենք, որ պանիր չի սիրում, այդ դեպքում էլի վիսկի տպենք ինչ-որ դեպքում, տենց էլի կոդը ճիշտ կաշխատի, էլի կստացվի կապ չունի պանիր սիրում էր, թե չէր սիրում։ Այն բանի նման է մի քիչ լինում, էլի, այն կարգին հաղորդումը տեսել եք սև սպիտակ գառների։ Ասում եմ, որը սևերը, թե սպիտակները։ Լավ, պրոստ մեջ բերում։ Այս պահը պարզեր ես մոտեցումի խնդիրի ինչում է։ Կարանք սենց շարունակենք, կարանք ստեղ էլիվ գրենք, նայենք տարիքը էլի 10-ից մեծ է ու չի սիրում գինի, բայց էլի բախվում ենք այն խնդրին, որ շատ ավելի բան է դառնում, էլի կոդը, ավելի երկար է դառնում ու ավելի կրկնվող է դառնում։ Իսկ դրա լուծումը մեր մոտ ինչն էր, ինչ անել իֆերը։ Ներդնել, որ ավելի քիչ գնանք կոդի մեջ։ Իֆերի իրար մեջ ներդնել։ Այսինքն ոնց են փոխում կոդը։ Ու ժողովուրդ հատկապես այն մարդիկ, ովքեր այսօր տենց համարյա չեն խոսացել, կարո՞ղ դուք փորձեք ասել, շատ լավ կլինի էլի, ու տենց դու խոհեղ եք էլի, եթե նույնիսկ սխալ ասեք, ոչ մի խնդիր։ Մենակ գովելի է փորձել էլի։ Զուտ որ դուք էլ ակտիվանաք, դուք էլ խոսաք, արդյունքում ձեզ ավելի էֆեկտիվ կլինի էլի, դասը ինձ թվում է։ Չեմ պարտադրում, ուղղակի զուտ առաջարկում եմ, էլի։ Դե լավ, ընդհանուր բոլորից ով կուզի ասի ինչ անենք։ Ստեղ եթե որոշել ենք ներդնել, ուրեմն երևի մի հատիկ պայմանով ենք, չէ, առաջ շարժվում։ Փոփոխականներ ստեղծենք։ Ինչ փոփոխականներ ստեղծենք։ Ու մերսի որ խոսացիք։ Ինչ փոփոխականներ սարքենք։ Նո, որ այս ամեն ինչի իր մեջ ներառի, օրինակ անհավասարա տարիք, բնհավասարա գինի սիրումը ու տենց։ Դե կարանք ընդհանուր, բայց ոնց որ այս հենց տարիք բանիր սիրումը բան հենց իրանք են էլի այդ իրանց մեջ ամեն ինչ ներառելու դերը տանում էլի մեր փոփոխականները հենց այս տարիք բանիր սիրումը բանն են էլի այստեղ վերևում ենք նշանակում արել էլի այս ներքևում չէր երևում այս բարձր եթե ինչ-որ բան բարձ չէր ասեք ապրեք շատ որ խոսեցիք եկեք սա հետ ջնջեմ նորից փորձենք գրել հենց ինչ-որ մեկը առաջարկ ունենա անմիտ եղեք ասեք Եկեք քայլոր քայլ գնանք էլի զուտ պարզեցինք որ մարդը
Եթե մարդը անչափահաս է, այդ հարցերը սաղ լուծել ենք։ Էսա, ներքևը կոդը գրած է։ Եթե չափահաս է, Մի գինի սիրելու պահն է, չէ՞։ ինչի գինի սիրելու բանն է։ Այն ժամանակ փորձել ենք բան անենք, պանիր սիրելը սկզբում հասկանանք, բայց հիմա գինի սիրելն ենք ուզում հասկանանք։ Ոնց ենք անում։ Դե հիմա դնում ենք if գինի սիրում է։ Վերջակետ, ներքևի տող։ Ճիշտ է։ Մի հատ else ակնի։ Եկեք սիրս else կազմենք, որ հետո if-ի մեջ wish effect-ենք։ Իսկ ստեղ ինչ գրեմ, որ նայեցին։ Ստեղ ինչ գրեմ, որ մենք հանգիստ else-ի վրա աշխատենք, ասենք դե լավ է, if-ը հետո կգրենք։ Pass։ Ահա, pass։ Եկանք ստեղ։ Ու else-ի մեջ ինչ ենք անում։ Մի հատ if կանցենք կոնյակ սիրում է կամ տեկիլա սիրում է ձև բան։ Հա, կամ կարանք անենք, կարանք բան, բայց կարանք զուտ բան, ձեր նախընտրած ինչ-որ բանը առաջարկենք մի անգամից, էլ այդքան շատ չառաջարկենք, ինչ գրեմ, ինչ կուզեք գրեմ։ Դեղին գույնը սիրում է։ Ինչ, դեղին գույնի ինչ։ Դեղին գույնը սիրում է, թե ոչ։ Տենց կարանք շատ խորանանք ես, տեղ զուտ ասում էի, եկեք եթե գինի չի սիրում, էլ չհարցնենք ուրիշ ինչ է սիրում, միանգամից մի բան առաջարկենք։ Զուտ հարցնում էի ինչ կուզեք գրեմ ստեղ, էլի։ Ուրեմն շամպայն։ Թան, շամպայն ու թան լսեցի ոնց էր թե, կարանք թան։ Թող երկուսն էլ խմի։ Okay, ընտիր։ Ուսանվել սա փակվեց, չէ՞։ Դեռ մի հատ նշում անեմ։ Հետո գինի սիրում է image գրում ենք if պանիր սիրում է։ Վերջակետ enter pass։ Հիմիկա համար pass։ Else գինի, print գինի։ Ու մնաց այս լրացնենք, չէ՞։ Հա։ Պանիրից հետո ինչ որ բան կար։ Չէ։ Հա, դրան պանիր։ Հա, պանիր ու գինի, չէ։ Հա, ընտիր ժողովուրդ։ Ցած միացած բուրգանոման բան ստացվեց, էլի մենք հիմա փաստացի ունենք ներդրված if, որը ներդրված է ուրիշ if-ի մեջ, sense երկու մակարդակի ներդրում ունենք, էլի կամ 3, չգիտեմ ոնց է կոռեկտ ասել։ Ստեղ իմ երես մի հատ նշում, մխիթարի մոտեցման մեջ ինչն էր շատ լավը, որ սկզբում else-ներ գրում ես, հեշտ դեպք գրում պրծնում էր, հետո գայս էր հաջորդը լրացնում էր։ Այդ փասը տեղ դրանով լավ օգնում էր, էլի, ու տենց ընդհանուր մոտեցում էլ լավ, էլի, որպես այն մանր մունր դեպքերը ծածկել, որ իրանք էլ չխանգարեն, հետո գալ են հիմնական դեպքի վրա կենտրոնանալ։ Կարանք սա փորձարկենք մի քանի բանի համար, մի քանի դեպքի համար։ Նախ թող լինի 13 տարեկան, իրան առաջարկեցինք ջուր, թող լինի 20 տարեկան, պանիր չսիրի ու բանանի, պանիր չսիրի, բայց գինի սիրի, իրան գինի առաջարկեցինք, ստեղ կարևոր է էլի տես տարբեր դեպքեր փորձարկել, թող ոչ էլ պանիր, ոչ պանիր սիրի, ոչ գինի սիրի, բայց չափահաս լինի, իրան շամպայն ու թան առաջարկեցինք, կարելի է մի քանի բաներ փորձել, որ նոր համոզվենք, որ ճշմարիտ է, բայց այսքանով օքեյ է ինձ թվում արդեն։ Ստեղից ինչ որ հարցեր կա, ժողովուրդ, այս իրականում ագին խարախշտիկ էր, մի անգամից այսքան մակարդակի ներդրումներ ունեցանք, մի քանի հատ տարբեր ուրիշ դեպքեր նայեցինք, թե ոնց կարանք նույն խնդրին մոտենանք, որը ինչով է վատ, ինչով է լավ։ Մի խոսքով, ինձ թվում է ինֆորմացիան շատ էր, Հենց որ մի հատ լավ մարսեք, այդ հանգիստ մտածեք, տեսեք ինչն է, որ լրիվ չի սենց տեղը ընկած ու խաբար արեք։ Այս բանոդակությունը նորից բացեմ։ Չէ, իրականում
Եթե բառասի բառեր բարձրացնենք ոնց որ անգլերենում, այդ ահավոր հեշտ է, որովհետև կարելի ասել մենք իրեն գրում ենք, այն ինչ մտածում ենք։ Հա, այդ Python-ի ամենահավես բաներից է, էլի, որ համարյա անգլերեն ես գրում։ Հա, շատ լավ դիտարկում է։ Վահե։ Վահե անմյուտ եղած է Teams-ը ինֆորմացիա ողքի որպես էլի։ Հա։ Եթե հարց կար, լսում եմ էլի։ Իսկ տնային ոնց սպասենք։ Հա, տնայինին հեսա կանդրադառնամ։ Մի հատ հարց տամ էլի Հայկյան։ Ահա։ Կարա լինի ինչ-որ դեպք, որ այդ փասը գրել եմ կամ չգիտեմ, օրինակ գրել ենք, բայց մոռացել ենք, հետո իրան փասը ջնջենք ու ինչ-որ մեր լոգիկան գրենք, խնդիր տա։ Դե բանի մակարդակով, կոդի աշխատելու մակարդակով խնդիր չկա, ինքը ոնց որ error չի տա, էլի սենց ասած, որտեղ փասը գրել ես, ինչ ուզում անի, բայց կոդի տրամաբանության մակարդակով դե բան պրոբլեմ է։ Սենց ասած Python-ը չի բողոքի, այդ գործը մեզանից ուզող է կբողոքի, էլի։ Ահա, Մերի։ Կներեք, կարող հա ասել եք, ես չեմ լսել, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ if-ի դեպքում, օրինակ 2 print անենք, այդ դեպքում ոնց ասենք, որ այդ if-ինն է հենց այդ print-ը։ Օրինակ գրի, որ բանի ռուգինի, հա։ Հա, այսքան պատկանելության հարցը, ոնց նշել, որ ինչ-որ բան պատկանում է հենց է սրան։ Հա, այդ ասել ենք, բայց սա արագ ոտի վրա ասեմ։ Լավ, եթե ասել եք, ես վիդեոյի մեջ կնայեմ։ Մերսի։ Շատ լավ, մի րոպե է։ C++-ում բանում մոտեցումը նա է, որ դնում ենք sense ճակերտներ ձևավոր, այդ թիթիզ ճակերտների մեջ ենք նշում, թե ինչը ինչին է պատկանում։ Մեր մոտ մոտեցումը հետևյալն է, որ մենք զուտ վիզուալ իր դիրքով ենք դա որոշում։ Այսինքն, այս հին դիրքին գալով նայում ենք, թե ինչը ինչի տակ է գրած։ Իրար տակ գրածիները նշանակում է լինել ներքևի տողի վրա ու հեռացված բանով։ Հեռացված 4 հատ բացատով կամ մի հատ թաբի կոճակով, Q-ի կողքի նշանով։ Հիմա այսա ու սա իրար մակարդակի, այս if ու else-ը իրար մակարդակի վրա են, իրենք իրար հավասարազորեն իրար են վերաբերվում։ Այսա if-ի ներքևում է, ինքը վերաբերվում է զուտ այս if-ին, որտեղ իրենց մի լուսանց կենկոմ է։ Այս մեկը այս սրա տակ է, ինքն էլ այս սրան է վերաբերվում, որն էլ սրան է վերաբերվում։ Այստեղ եթե էլի ծրագիր ունենանք, որ print 1 օրինակ, այս երկուսը կվերաբերվեն այս 8 ու 9-ը կվերաբերվեն 7-րդ տողին։ Այդտենց վիզուալ այդ թաբերով իր տերմինը բանա, ինդենտացիա է, եթե ինչ-որ ծրագիր աշխատացնեք ու բան, ձեր մոտ բերի indentation error, կամ այս դեպքում syntax error գրեց, որտեղ լրիվ գրելաձևն էր սխալ, այսպես երևի կբերին, ահա, այսպես օրինակ, այս if-ին ոչ մի բան չպատկանեց, ու այս else-ն էլ ոչ մի բանի մակարդակի հետ չբռնեց, էլի, այս else-ը պետք է ինչ-որ if-ի վերաբերվեր, բայց ոչ մի if չկա, որին որ ինքը վերաբերվում է, էլի, այս մեկը իրանից ավելի ցածր է, իրանից ավելի ծնող դիրքում է գտնվում, իրանա պատկանում ինքը, այս մեկն ոնց որ ավելի երեխա դիրքում է գտնվում, էլի, պետք է else-ը վերաբերվեր, այդ if-ը պետք է այդ else-ին վերաբերվեր, էլի, ըստ մակարդակների։ Եթե այսպես բերենք հավասարացնենք, արդեն կդզվի։ Այսա եթե տեսնենք, այս indentation error, իմացեք, որ ինչ որտեղ պրոբելների հարց է, էլի։ Այս օքեյ էր։ Շնորհակալություն։ Հա, էլի հարցեր, ընդհանուր լրիվ դասից։ Ոնց որ տեսական մասը այսքանն էր, այս ներքևները զուտ նախապատրաստած բաներ են։
միակ հարց տամ էլի, այս դասի հետ կապված չէ, բայց ընդհանուր։ Ինչ որ բան կա, որ խորհուրդ կտաք կարդանք գիրք կամ տենց նման մի բան։ Ես ինքս գրքով չեմ սովորել, կարամ մի հատ գիրք ասեմ, որ տենց շատ են գովում, շատ լավն է։ Հեսա է, automate the boring stuff։ Ինքը հենց կոնկրետ տենց ինչ-որ ջանջալ անհետարքիր ձանձրալի խնդիրները ավտոմատացնելու բանով, օրինակներով Python-ը սովորացնում։ Տենց լավ բարձր ռեյթինգով, որակով գիրք է շատ ու ոնց որ թե լրիվ անվճար հասանելի է։ Եթե ես գիրք կարդալու լինեի, սկսելուց ինձ թվում է ես սա կկարդայի, կարամ տենց պնդում անեմ, բայց ընդհանուր արժի այդ գիրքը կարդալ թե չէ, չեմ կարող պատասխանեմ, որովհետև ես ինքս չեմ կարող սովորել գրքով։ Ես երևի ամենաշատը կառաջարկեմ խորհուրդ կտամ, որ եթե ազատ ժամանակ ա լինում, այդ դեպքերում բան անել։ Լրացուցիչ խնդիրները փորձել ծածկել լրիվ profound-ի, այդ side quest-երը։ Եթե այդ դրանից հետո էլ ազատ ժամանակ մնում, կարեք ինձ մի հատ գրեք, սա մի քիչ էլ որ առաջ գնանք, արդեն լավ չկունենալու ենք ու լիքը տարբերակներ ենք ունենալու էլի, թե ինչա կարելի ուրիշ անել։ Ինձ մի վայրկյան կներեք, զատկես կրիտիկական վիճակում եմ, հատ սարադաշտին գտնեմ գամ էլի արագ, քանի չի մեռել։ Պլստացի, չմեռավ։ Մի խոսքով ինձ թվում է իմ խորհուրդը էդ է էլի, բայց գիրքը պրոստը ես չեմ կարդացել, դրա համար չեմ կարող խորհուրդ տամ էլի, գուցե ինքը ամենալավ տարբերակն է։ Էլի ինչ որ հարցեր։ Ես հեսա բանով կուղարկեմ իմ ինչ այլս, չաթով կուղարկեմ։ Ասեք էլի չի խանգարի։ Ընդհանուր ժողովուրդ, այս դասից, ամեն ինչից, ինչ ասես։ Ես մի հատ հարց ունեմ։ Մեր տնայինները մենակ գործնականների ժամանակ ստուգելու, թե ամեն դասի տնային եք ստուգելու։ Ստուգել ասվածը ինկատնես, որ ես նայեմ ճիշտ է, թե չէ, ես նայեմ ոնց է գրված, թե ինչ, թե միասին գրենք տնայինը։ Անք քննարկենք։ Հա, այդ բան, ոնց որ մտածում էի, ես սկզբում մտածում էի ամեն տնայինից հետո մի հատ, բայց ոնց որ նայում էի տնայինները, ինձ թվում էր եթե տենց անեինք, այսօրվա դասը տենց լավ կարճ կտևեր, ու պլյուս համել ցանկություն կար լեքսիան գցել երկուշաբթի, ու պլյուս նաև բան, մարդիկ կային, որ տնայինը արդեն վերջացրել էին, ու նույնիսկ լրացուցիչ տնայինը, իրենց ոնց որ նոր տնային էր պետք, այդ սա հաշվի առնելով այսօր լեկցիա արեցինք, ու այսօր լեկցիա արեցինք, նշանակում է, որ տնայինը ստուգելը կանենք այն առաջի ու երկրորդի իրար հետ քննարկելով, ընդհանուր թե ոնց կանենք, այդ ոնց որ շատ կախված է վիճակից էլի ընդհանուր, երևի կամ ամեն տնայինը մեկ, կամ ամեն երկու տնայինը մեկ քննարկելով կգնանք էլի, բայց ես տնայինից բավարար ժամանակ որ անցնի, ես չաթում գցելու եմ այդ տնայինի լուծումները ու լուծումների հետ կապված նշումները, այդ ֆայլը ոնց որ սենց առաջացել ժողովուրդ, ես որ ուրիշ տեղ դաս էի տալիս, այդ ժամանակ մարդկանց կոդերը նայում էի, ըստ այդ կոդերի մի հատ ճիշտ լուծումն էի գրում ու գրում էի նշումներ, էլի թե այս կոդը ինչի աղատ կամ սա ուրիշ ոնց է կարելի անել։ Որ փորձում էի տես մի հատ դոկումենտ հավաքեի, որ ով խնդիրը լուծել է, իրան ինչ որ բանով օգտակար լինի, կամ էլ ով խնդիրը ի վերջո չի կարողացել լուծի, կարողանա գա տեսնի ու մոտավոր պատկերացնի,
Այդ ֆայլը ոնց որ ես դες առաջ երկու բաժինն եմ ուղարկել, բայց ինքը համարյա բոլորը կա գրած։ Ես ձեր հետ կիսվելում եմ դրանով էլ, որ մինչև քննարկելը նույնիսկ կարողանաք կարդաք ու այդ պատկերացնենք, կամ քննարկելուց հետո վերհիշեք։ Մի խոսքով, տենց շատ երկար պատասխանեցի, եթե կարճ պատասխան միացրանից հետո գործնական կանենք այս բուլյանների, հետո հաջորդ դասը այս երկու բաներ կքննարկենք, երկու տնային էլ կքննարկենք իրար հետ միասին։ Մեկ էլ ժողովուրդ, ինձ շատ քիչ մարդ է ուղարկել իր բան Profound-ի account-ը։ Ուղարկեք, որ ձեր կոդերն էլ տեսնեմ։ Վիդեոն ուղարկել եմ chat-ում, թե ոնց գտնել այդ ուղարկել էլի։ Էլի ինչ-որ հարցեր։ Դե ես տնային դամ, ինչև է եթե հարց առաջանա, ասեք։ Մեկ էլ մի հատ հարց կար, թե տնայինը որտեղից ենք անում։ Այդ առաջի դասի վիդեոյում կա, բայց հիմա էլ արագ ասեմ, այս Profound Academy կայքն ենք մտնում, ընտրում ենք այս Intro to Python, պես Python-ի ներածություն կուրսը, ստեղ աչից կարանք լեզուն փոխենք կամ MOOC սարքենք, գալիս է ընտրեցինք, հետո այստեղ այս ձախից բաժին բաժին կարանք սենց համապատասխան գան կտսնենք 1-ի 1, կանք ստեղ գրենք 1-ի 2 եւ այլն եւ այլն։ Սրան փակենք, սխմենք փակվի, կանք երկրորդը բացենք։ Մի խոսքով, երևի պատկերացրեցիք, ում որ բարձ չէր։ Եթե ինչ-որ հարցեր կա, ասեք։ Իսկ մեր այսօրվա տնայինը լինելու է այս երրորդ բաժինը, պայմանները, ու չորրորդ բաժինը, ներդրված պայմանները, էլի։ Այստեղ միանգամից ասեմ, այստեղ այս վերջի խնդրի հետ մի քիչ պետք է համբերությամբ զինվեք, ու այս երրորդ բաժնի խնդիրներից այս դրականներն է շատ լավը, այս վերջի երկուսն են ահագին լավը, նահանջտարին է շատ լավը, մի խոսքով լավ խնդիրներ կան, բայց տենց որոշները պրիմիտիվ չեն, էլի, տենց նորմալ ժամանակ խորտ կտամ հատկացնեք էլի տնայինին։ Եթե արագ ստացվի շատ լավ է, բայց ասեկի ակնկալեք, որ կարող մի քիչ երկար տևի։ Ու նաև ոնց որ ով լուծեց, ստեղ էս համապատասխան բաժինից կարա երրորդ ու չորրորդը նայի։ Այս չորրորդից այս պաղպաղի խնդիրը ես խորհուրդ եմ տալիս անտեսեք, որտեվ ինքը Python-ի տեսանկյունից բավականին վատ խնդիր է, էլի, ինքը զուտ տես թուղթու գրիչով, մատիտով, թուղթու գրիչով լուծելու խնդիր է, էլի, ոչ թե Python-ով գրելու։ Դաժանոտ խնդիր է։ Իսկ մնացածը բավականին լավն են էլի։ Եթե ես էլ լուծեցիք, շատ ընտիր է, ինձ գրեք, ես արդեն լրացուցիչ բաներ կասեմ, էլի, լրացուցիչ տնային։ Այստեղ ինչ-որ հարց կա, բայ կներեք։ Այստեղ արդեն ձեզ սկսել եմ խմբի մեջ հավաքել։ Հա, եթե սաղ արած է side quests։ Եթե side quests-ն էլ արած, նոր արդեն տենց անհատական կհասկանանք էլի ինչ անել։ Բայց եթե շուտվայինց է կարել, ես կխնդրեմ բան, մի հատ աչքի տակով անցկացնեք վերհիշեք, էլի։ Ասեկի։ Քեմիջայության խնդիրը արեց, որ ասեցի սկզբից։ Հա, որ մեկներ, լավ չեմ հիշում։ Խնձորների ու Հա, խնձորները։ Հա, ընտիր։ Այդ բանից հարեցի, բայց որ մի հատ է խնդիր կա ժամացույցի հետ, որ պետք է ինչ-որ ժամանակ առաջ անկնում։ Այդ դրանից հասկացա, որ այդ նույն լոգիկայով պետք է այդ մեկն անել։ Հա, ընտիր։ Հա, մնացորդի պահը։ Հա, շատ լավ է։ Այդ էլ բավականին լավ խնդիրներ են։ Հատկապես այս ժամացույցը։ Ինչ անել։ Խոսքով ընտիր է։ Դե ժողովուրդ, ընդհանուր այս ամեն ինչից ինչ-որ հարցեր կան։ Այս ամեն ինչից չկան, բայց եթե կարելի է այս թեմայից դուրս մի հատ հարցեր տամ։ Իհարկե։ Դուք որ ասեցիք ամերիկյանում դասախոսի օգնական եք, կարելի է իմանալ, որ առարկայի դասախոսի օգնական եք ու ինչ եք անում ընդհանրապես ձեր գործառույթը որն է
դասախոսի օգնական ինչ անում ամերիկյանը։ Okay, շատ լավ։ Բան գծային հանրաշիվն է առարկան։ Այդ առաջին ու երկրորդ կուրսեցիներն են վերցնում այդ առարկան։ Իմ գործի մեջ մտնում է երկու բան, մեկը հավես, մեկը ինչքանավոր է ոչ հավես։ Ոչ հավեսը ուղղակի տնային ստուգելն է։ Ամեն շաբաթ տնային է տրվում, ես տնային ստուգում եմ, ինչ որ նշումներ եմ գրում, ֆիդբեք եմ, ինչ որ կարծիք եմ տալիս տնայինի հետ կապված եւ այլն։ Ու առաջինն էլ այդ գործնական դաս անցկացնելն է։ Այսինքն ես նայում եմ մոտար տնայինի ինչա, ըստ դրա խնդիրներ եմ ընտրում, գայս եմ այդ խնդիրների լուծումը բացատրում եմ ու կամ մեկ էլ մի հատ օֆիսային ժամ կոչված է, ոնց որ մի ժամ տևողություն է, որ այդ մի ժամը ինձ գալիս են ու ով ինչ հարց ունի տալիս է, էլի։ Այդ երեք բանն է, էլի տնային ստուգել, գործնական դաս անել ու այդ հարց պատասխանի ժամ անել։ Հասկանալի է, շատ շնորհակալություն։ Քեզ էլ մերսի հարցի համար։ Իսկ այդ գծային հանրաշիվը մենակ computer science-ում է, թե data science-ում էլ կա կամ engineering-ում։ Այդ բան, այդ ընդհանուր այդ իրենց բան տեխնիկական ճյուղի առարկա է, այսինքն համ computer science-ում, համ data science-ում անցնում են ու իմ կուրսում օրինակ հենց այդ երկու բաժիններից էլ մարդիկ կան, էլի, ով ընտրել է։ Դու ոնց հասկացա, ասում ես ամերիկյան ընդունվես, հա։ Okay։ Այդ կարանք մի օր զրուցենք, եթե կուզես։ Ես ԵՊՀ-ում եմ սովորել, սովորում։ Ու բան, ոնց որ ԵՊՀ-ն բավականին վատ վիճակում է շատ հարցերով։ Իմ մոտ միշտ տենց աչքս նրա վրա էր, որ ամերիկանը դա տեղը տեղին համասարան է։ Բայց հիմա ես ինչքան աշխատում եմ այդտեղ զգում եմ, որ տենց սիստեմային բանով ամեն ինչ լավ է այնտեղ, բայց հենց բուն գիտելիքի տեսանկյունից, բուն անցածի տեսանկյունից, օրինակ ԵՊՀ-ին ընդհանրապես համեմատելու չի։ Դրա համար տենց շատ վստահ չեմ, էլի, ինչն է ավելի ճիշտ։ Հիմա դու օրինակ հատկապես որ հենց ցածր տարիքից ակտիվ սովորում ես խառը բաներ ես անում, գուցե քո համար ԵՊՀ-ն ավելի ճիշտ լինի, էլի, որտեղ որ ավելի քիչ հավես ու հաճելի կլինի, բայց ավելի շատ բան կկարողանաս սովորես։ Այդ պրոստը սուբյեկտիվ կարծիք եմ, էլի ասում։ Այդ որ ասում եք անցածը համեմատելի չի, ինձ թվում է Rearrange podcast-ը գիտեք, բան Ասլիկյան Սամվելն է գիտեք, ինձ թվում է ICA-ի հիմնադիր։ Հրավիրել են Նարեկը, խոսում էին, որ ամերիկյանի բան ուսանողները ավելի շատ մակերեսային գիտեն ու շատ գիտեն, բայց մնացած համալսարանների ուսանողները ավելի խոր գիտելիքներ ունեն։ Տենց էին խոսում, որ եթե Սամվելը Ասլիկյանը գործի անդուն 10 հոգու, այդ 10 հոգուց ընդամենը մի հոգին կամ երկու հոգին կարա AUA-ից լինի, մնացածը ուրիշ համալսարաններից են։ Շատ ճիշտ բան ես ասում։ Ոնց որ բան է գայս, որ այդ մակերեսային անցածը ում է պետք։ Ասենք մենք որ ես հենց մաթեմի բաժին եմ սովորում, մենք որ բան ենք անցնում, մեր մոտ հիմնական մասը տեսական է։ Այսինքն անցնում ենք թեորեմի ապացույց ենք անցնում, հետևանքների ապացույցներ, տեսություն է, էլի լրիվ։ Մեր մոտ այն խնդրեմը կա, որ մեզ ահավոր շատ տեսությունով են ծանրաբեռնում, ոչ մեկ չի ասում ես ում է պետք ընդհանրապես, որ կամ պետքա դու ինքդ հասկանաս, կամ պետքա ասես տոլավ խի եմ այսքան ծանրաբեռնվում, ճիշտ տարբերակը առաջինն է, էլի։ Այնտեղ օրինակ ընդհանրապես բան չկա։ Թեորեմ ապացուցել գաղափար չկա, էլի, այնտեղ պրոստը օգտագործում են ամեն ինչ։ Դա էլ ուղղակի հարց է գայս, լավ 5 տարի անցավ։ Ով է ինչ-որ բան հիշելու։ Այն մարդը, որ կիրառել է, թե այն մարդը, որ տակից է ամեն ինչ հասկացել։ Երևի տակից հասկացած մարդը, էլի։ Դրա համար այդ մակերեսայինը մի տեսակ նաև անիմաստ է դառնում, էլի։ Ես ուղղակի իմ կարծիքով եմ կիսում, էլի, ժողովուրդը։ Չգիտեմ вообще ինչն է ճիշտ, ինչն է բան, պրոստը իմ փոքր փորձով եմ կիսվում, էլի։ Դուք էլ եթե ինչ-որ մարդ կարծիք ունի ու ժամանակ ունի, կարանք քննարկում դարձնենք, էլի, թեթև եթե կուզեք։ Լավ, շատ շնորհակալություն, հետաքրքիր է շատ ձեր կարծիքը լսել։ Քեզ էլ մերսի, որ կիսվեցիր։ Հարցով ու բան, այդ rearrange-ից մի խոսքով քեզ էլ մերսի։
Հաջորդ ինչ-որ հարցեր, նշումներ, ցանկացած բան։ Մի 10 վայրկյան սպասեմ։ Եթե չէ, արդեն այսօր դասը վերջացնում ենք, էլի։ Դե լավ, եթե ինչ-որ հարց առաջանա, գրեք։ Ցանկալի է խմբում, որ բոլորը տեսնեն, եթե չէ, նաև բանով, անձնականով ինձ։ Ու կապի մեջ, մինչ հինգշաբթի։ Դες բարի գիշեր։ Ճիշտ հաջողություն։ Հաջողություններ։ Հաջողություն։ Մեզի շատ հաջողություն։ Հաջողություն։ Հաջողություն։